Շքեղ խնջույքը առանձնատան նկուղում սարսափելի գաղտնիք է թաքցնում։ Մինչ բոլորը տոնում են, մի հղի կին բացարձակ լռության մեջ պայքարում է իր կյանքի համար։ Բայց քաջության մի դրսորում փոխում է ամեն ինչ, շքեղությունը վերածելով սկանդալի։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Շաբաթ երեկոյան Երանը պատվել էր կենտրոնին բնորոշ մթնոլորտով, որտեղ ծաղիկների բույրը խառնվում էր փողի ու իշխանության հոտին։ Վարդանյանների առանձնատունը փայլում էր որպես ծառաշատ փողոցի բարձր պարիսպների մեջ ընկղմված գոհար։ Ոսկեգույն լույսերը լուսավորում էին յուրաքանչյուր պատուհան, յուրաքանչյուր սյուն, հայկական մայրաքաղաքի սրտում վերատնկված եվրոպական պալատ հիշեցնող վեհաշուկ ճակատի յուրաքանչյուր մանրուք։ Շքեղ մեքենաները շարվել էին մուտքի մոտ, հանձնվելով կայանապահներին, որոնք Մերսեդեսների, BMW-ների, Փորշեների միջ հերթափոխում էին այնպես, կարծես դրանք միլիոնատերերի շախմատի խաղատախտակի խաղաքարեր լինեին։ Առանձնատան ներսում Արամ Վարդանյանի ծննդյան խնջույքն արդեն էր։ Գործարարը դառնում էր 45 տարեկան, այդ օրը վերածել էր շքեղության իսկական տոնահանդեսի։ Անթերի ձավորումը համադրում էր ոսկեգույնի սպիտակի երանգները, ծաղկային կոմպոզիցիաներով, որոնք հավանաբար ավելի թանկ արժեին, քան շատ հայկական ընտանիքների տարեկան աշխատավարձը։ Գլխավոր սրահը, իր բարձր առաստաղով ներկրված բյուրեղյա ջահերով, հյուրընկալել էր ավելի քան 200 խնամքով ընտրված հյուրերի։ Քաղաքական գործիչներ, գործարարներ, հայտնի դեմքեր, կարծիք ձավորողներ շրջում էին սեղանների միջ, ձեռքներին ֆրանսիական շամպայնի բաժակներ, դեմքներին հաշվարկված ժպիտներ։ Կամերային նվագախմբի կատարմամբ կենդանի երաժշտությունը տարածքը լցնում էր նրբագեղ մեղեդիներով, որոնք կատարյալ սաունդթրեք էին ծառայում այդ արտաքին տեսքի աշխարհի համար։ Մատուցողները, բոլորն անթերի համազգեստով, սահում էին խմբերի միջ, առաջարկելով նրբահամ խորտիկներ, գինիներ, որոնք ավելի թանկ արժեին, քան սովորական մեքենան։ Յուրաքանչյուր մանրուք մտածված, չափված, հաշվարկված էր, հստակ ուղերձ փոխանցելու համար։ Արամ Վարդանյանը հզոր, հաջողակ, անպարտելի մարդ էր։ Սրահի կենտրոնում Հոբելյարն ընդունում էր շնորհավորանքներն այն ժպիտով, որը դարձել էր նրա այցեքարտը Երանի գործարար շրջանակներում։ Բարձրահասակ, անթերի կեցվածքով, կատարյալ սանրված ալեխառն մազերով, Արամը կրում էր իր չափսերով կարված սմոքինգ, որն ընդգծում էր նրա դեռս մարզական կազմվածքը։ Ներկաների աչքում նա հայկական հաջողության մարմնացումն էր։ Նրա շինարարական ընկերությունը կառուցել էր քաղաքի ամենակարևոր շենքերից մի քանիսը, նրա անունը հոմանիշ էր բարգավաճման ազդեցության հետ։ Բայց այդ կատարյալ խնջույքում մի տարօրինակ բան կար։ Մի բացակայություն, որը որոշ հյուրեր սկսում էին նկատել, թե ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայն մեկնաբանել։ Մարինե Ալեքսանյան Վարդանյանը, Արամի կինը, այնտեղ չէր։ Այն կինը, որը պետք է լիներ ամուսնու կողքին, ընդուներ շնորհավորանքները ժպտար լուսանկարների համար, պարզապես չէր երում։ Իսկ Մարինեն համեստ ներկայություն չէր։ 32 տարեկանում նա միշտ այն կանանցից էր, որոնք լուսավորում էին ցանկացած միջավայր։ Նրա բնական գեղեցկությունը, քնքուշ բնավորությունը, անջանք նրբագեղությունը նրան դարձնում էին երանյան էլիտայի հասարակական միջոցառումների սիրված դեմք։ Այժմ 7 ամսական հղի լինելով զույգի առաջնեկով, Մարինեն պետք է փայլեր, ցուցադրելով այն փորիկը, որը կրում էր Վարդանյանների ժառանգորդին։ Բայց Արամի կողքի տեղը դատարկ էր։ Կամ ավելի ճիշտ, այն ճիշտ դատարկ չէր։ Մի կին զբաղեցնում էր այդ տարածքը անհանգստացնող բնականությամբ։ Իզաբելլա Դավթյանին անհնար էր անտեսել։ Նրա կրած կարմիր զգեստը ուշադրության ճիչ էր մյուս հյուրերի չեզոք պաստելային երանգների մեջ։ Մարմինն ընդգրկող, ռազմավարական լանջաբացվածքով, ճեղքվածքով, որը յուրաքանչյուր քայլին բացահայտում էր ձիգ ոտքերը։ Նրա մազերը կատարյալ ուսումնասիրված ալիքներով թափվում էին մերկ ուսերին, իսկ զգեստի նույն կարմիր գույնով ներկված շուրթերը կորանում էին ինքնավստահ, գրեթե մարտահրավեր նետող ժպիտով։ Իզաբելլան Արամի ընկերության մարքեթինգի խորհրդատուն էր, վերջին ամիսներին դարձել էր նրա կողքին մշտական ներկայություն։ Ուշ ժամերի ձգվող հանդիպումներ, գործնական ընթրիքներ, ուղղորություններ այլ քաղաքներում շնորհանդեսների համար։ Ամեն ինչ կատարյալ արդարացված էր կորպորատիվ աշխարհում, բայց սնուցում էր շշուկները ընկերության միջանցքներում հետաքրքրասեր հայացքները հասարակական միջոցառումներին։ Այդ երեկո Իզաբելլան իրեն պահում էր այնպես, կարծես իսկական տանտիրուհին լիներ։
Նա մտերմաբար ողջունում էր հյուրերին, կատակներ անում, որոնք ծիծաղ էին առաջացնում, դիպչում էր Արամի թին այնպիսի մտերմությամբ, որը գերազանցում էր մասնագիտական սահմանները։ Եվ Արամը թույլ էր տալիս։ Ավելին, նա կարծես հարմարավետ էր զգում, կարծես այդ իրավիճակն աշխարհի ամենաբնական բանը լիներ։ Մարիամ Փանոսյանը, Արամի գործընկերներից մեկի կինը, վերջապես համարձակվեց տալ այն հարցը, որից բոլորը խուսափում էին։ Նա մոտեցավ Հոբելյարին քաղաքավարի ժպիտով, բայց նրա շագանակագույն աչքերում անկեղծ անհանգստության նշույլ կար։ Մարինեն լավ է, Արամ։ Անհանգստացա, երբ չտեսա նրան։ Հղիության այս փուլում պատկերացնում եմ, որ նա նախընտրում է հանգստանալ, բայց կարոտեցի նրան։ Արամը նույնիսկ թարթիչը չխփեց։ Նրա պատասխանը եկավ արագ, սերտած, առանց իր խորը վերահսկվող ձայնի մեջ ամենափոքր տատանման։ Մարինեն այսօր իրեն այնքան էլ լավ չի զգում։ Բժիշկը խորհուրդ է տվել լիակատար հանգիստ։ Գիտես, չէ, Մարիամ, վերջին երամսյակը կարող է նուրբ լինել։ Նա հանգստանում է սենյակում, լավ խնամքի տակ է։ Շատ տխրեց, որ չկարողացավ մասնակցել խնջույքին, բայց երեխայի առողջությունն առաջնային է։ Բառերը դուրս եկան մեղմ, անհանգիստ, լի ամուսնական ուշադրության այն ճիշտ չափաբաժնով, որն ակնկալվում էր ապագա հորից։ Մարիամը գլխով արեց, կարծես ընդունելով բացատրությունը, թե իր ներսում ինչ-որ բան լիովին չէր հանգստանում։ Նա նայեց Իզաբելլային, որը մնում էր Արամի կողքին կարմիր ստվերի պես, զգաց մի անհարմարություն, որը չկարողացավ անվանել։ Այն, ինչ Մարիամը չգիտեր, այն, ինչ 200 հյուրերից ոչ ոք չգիտեր, այն էր, որ ճշմարտությունը շատ հեռու էր այդ խնամքով կառուցված վարկածից։ Ճշմարտությունը թաքնված էր հենց այդ առանձնատան խորքերում, որտեղ ոչ ոք չէր մտածի փնտրել։ Ժամեր առաջ, երբ Արը դեռ նարնջագույն երանգներով էր ներկում երանի երկինքը, Մարինեն իջել էր առանձնատան աստիճաններով, սիրտը սեղմված։ Նա կրում էր բաց կապույտ զգեստ, որը նրբորեն տեղավորում էր նրա փորիկը, ամբողջ կեսօրը պատրաստվել էր։ Ոչ թե սնափառությունից, այլ գեղեցիկ զգալու, այն տղամարդու կողմից նկատված լինելու գրեթե հուսահատ կարիքից, ում հետ ամուսնացել էր 7 տարի առաջ, երբ դեռ նորավարտ երիտասարդ իրավաբան էր, իսկ նա վերելք ապրող գործարար։ Վերջին ամիսները դժվար էին եղել։ Մարինեն զգում էր, որ Արամը գնալով հեռանում է, սառչում, բացակայում։ Պատճառաբանությունները միշտ նույնն էին՝ աշխատանք։ Կարևոր հանդիպումներ, բիզնեսի ընդլայնում, ներդրողների ճնշում։ Բայց Մարինեն միամիտ չէր։ Նա ճանաչում էր նշանները։ Հեռախոսազանգերը, որոնց նա պատասխանում էր մեկ այլ սենյակում։ Ուղղորությունները, որոնք բազմապատկվում էին։ Կանացի օծանելիքի բույրը, որը երբեմն զգում էր նրա վերնաշապիկներից, իրենից տարբերվող։ Եվ ամենակարևորը, այն անունը, որը չափազանց հաճախ էր կրկնվում նրա խոսակցություններում՝ Իզաբելլա։ Այդ կեսօր, երբ Մարինեն իջավ տեսավ, թե ինչպես է դեկորատորների թիմը իր տունը վերածում ֆիլմի տեսարանի, նա հույսի նշույլ զգաց։ Գուցե այդ խնջույքը վերամիավորվելու հնարավորություն լիներ։ Գուցե, շրջապատված ընկերներով, ընտանիքով, Արամը հիշեր, թե ինչ են նրանք կառուցել միասին։ Գուցե նա նայեր իրենց երեխային կրող փորիկին, նորից գտներ այն տղամարդուն, որը մի օր նրան ստիպել էր զգալ աշխարհի ամենահատուկ կինը։ Բայց հետո նա տեսավ Իզաբելլային։ Կարմիր զգեստով կինը մտավ մուտքի դռնով, կարծես տան տերը լիներ, նրան հետում էր օգնականը, որը թղթապանակներ նմուշներ էր տանում։ Արամը գրասենյակում վերջնական մանրամասներն էր ստուգում, երբ Իզաբելլան ներս մտավ, նրա դեմքը լուսավորվեց այնպես, ինչպես Մարինեն ամիսներ շարունակ չէր տեսել, երբ նա իրեն էր նայում։ Մարինեն զգաց, որ գետինը շարժվում է իր ոտքերի տակ։ Նա բռնվեց աստիճանավանդակից, ազատ ձեռքն ինքնաբերաբար գնաց դեպի փորը, կարծես ուզում էր պաշտպանել երեխային այն տեսարանից, որը բացվում էր իր առջ։ Իզաբելլան Արամը խոսում էին ցածր ձայնով, բայց նրանց մարմնի լեզուն ճչում էր մտերմության մասին։ Այն ձը, որով նա դիպչում էր նրա ուսին։ Այն ձը, որով նա ժպտում էր նրան։ Մարմինների մոտիկությունը։ Այդ ամենը դաշույնի հարված էր Մարինեի սրտին։ Երբ Արամը վերջապես նկատեց կնոջ ներկայությունը աստիճանների վրա, նրա ժպիտն անհետացավ։ Նա կտրուկ շարժումով հեռացավ Իզաբելլայից, գրեթե մեղավոր, քայլեց դեպի Մարինեն այն արտահայտությամբ, որից նա սովորել էր վախենալ վերջին ամիսներին, անհանգստության քողի տակ թաքնված սառնություն։ Դու պետք է հանգստանայիր։ Բժիշկն ասաց, խուսափիր ծանրաբեռնվածությունից։ Ես ուզում էի օգնել խնջույքի նախապատրաստական աշխատանքներին։ Քո ծնունդն է, Արամ։
Մեր առաջին մեծ միջոցառումը երեխայի ծնվելուց առաջ։ Իզաբելլան ամեն ինչով զբաղվում է։ Դու պետք չէ անհանգստանաս։ Իզաբելլա։ Միշտ Իզաբելլա։ Մարինեն զգաց, որ արցունքները այրում են իր աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ, որ դրանք թափվեն այնտեղ, այն կնոջ առջ, որը զբաղեցնում էր իրեն պատկանող տեղը։ Ինչու է նա այստեղ, Արամ։ Ինչու է նա կազմակերպում քո ծննդյան խնջույքը։ Սա մարքեթինգի աշխատանք չէ։ Սա անձնական է։ Արամի դեմքը քարացավ։ Նա բռնեց Մարինեի թից, ոչ թե բռնությամբ, այլ ամուր, նրան տարավ նախասրահից հեռու, դեպի ննջասենյակներ տանող միջանցքը։ Մարինեն փորձեց ազատվել, բայց նա ավելի ուժեղ սեղմեց նրա դաստակը։ Տեսարան մի սարքիր։ Ոչ թե անձնակազմի առջ։ Ոչ թե մատակարարների առջ։ Տեսարան։ Ես տեսարան եմ սարքում, հարցնելով, թե ինչու է մեկ այլ կին կազմակերպում իմ ամուսնու խնջույքը։ Ձայնդ իջեցրու։ Չեմ իջեցնելու։ Սա իմ տունն է, Արամ։ Ես քո կինն եմ։ Ես հղի եմ քո երեխայով։ Վեճն արագ սրվեց։ Մարինեն, սնվելով ամիսների հիասթափությունից կուտակված ցավից, դուրս թափեց այն ամենը, ինչ պահել էր իր մեջ։ Մեղադրանքներ Իզաբելլայի հետ նրա հարաբերությունների մասին։ Հարցեր ստերի բացակայությունների մասին։ Արցունքներ, որոնք վերջապես հորթեցին, տանելով ամիսների մենությունն ու մերժումը։ Արամը լսում էր ամեն ինչ լռությամբ, ծնոտը սեղմված, աչքերը սառույցի պես սառը։ Երբ Մարինեն վերջապես դադարեց շունչ քաշելու համար, նա խոսեց սարսափելի հանգստությամբ։ Դու հիստերիայի մեջ ես։ Հղիությունը ազդում է քո հորմոնների վրա, դարձնում քեզ պարանոիկ։ Իզաբելլան իմ աշխատակիցն է։ Նա այստեղ է աշխատելու համար։ Եթե դու չես կարողանում դա հասկանալ, եթե չես կարողանում ռացիոնալ պահել քեզ, ապա գուցե ավելի լավ է, որ այսօր չմասնակցես խնջույքին։ Բառերն ընկան Մարինեի վրա սառը ցնցուղի պես։ Նա նայեց իր առջ կանգնած տղամարդուն, հազիվ ճանաչեց նրան։ Ո՞ր էր այն Արամը, որը նրան ամուսնության առաջարկություն էր արել աստղերի տակ, խոստանալով հավերժ սիրել։ Ո՞ր էր այն տղամարդը, որն ուրախությունից լաց էր եղել, երբ իմացել էր, որ հայր է դառնալու։ Արամ, խնդրում եմ։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու ինձ տեսնես։ Որ մեզ տեսնես։ Ինձ, մեր որդուն։ Ես տեսնում եմ ձեզ։ Եվ տեսնում եմ, որ դու պետք է հանգստանաս։ Կխնդրեմ Գայանեին, որ քեզ համար ընթրիք բերի։ Մնա սենյակում, հանգստացիր, վաղը ավելի պարզ կխոսենք։ Մարինեն զգաց, որ խուճապը սեղմում է իր կուրծքը։ Նա չէր ուզում մեկուսացված մնալ, մինչ այդ կարմիր զգեստով կինը փայլում էր իր ամուսնու կողքին։ Նա չէր ուզում թաքնված լինել, կարծես խնդիր լիներ, անհարմարություն։ Ես չեմ պատրաստվում թաքնվել իմ սեփական տանը։ Այդ ժամանակ Արամի արտահայտությունը փոխվեց։ Անհանգստության դիմակն ընկավ, բացահայտելով ինչ-որ ավելի մութ, ավելի վերահսկող բան։ Նա մոտեցավ նրան, նրա ֆիզիկական ներկայությունը հանկարծ ճնշող դարձավ նեղ միջանցքում։ Դու կանես այն, ինչ ես եմ ասում, Մարինե։ Այսօր կարոր գիշեր է ինձ համար, իմ բիզնեսի, իմ իմիջի համար։ Թույլ չեմ տա, որ դու ամեն ինչ փչացնես քո ճգնաժամերով։ Ճգնաժամեր։ Ես հղի եմ, իմ ամուսինը ինձ փոխարինում է մեկ այլ կնոջով բոլորի աչքի առաջ։ Դու չափազանցնում ես։ Ինչպես միշտ։ Մարինեն փորձեց անցնել նրա կողքով, վճռականորեն իջնելու իրավիճակին դեմ առ դեմ դիմակայելու, բայց Արամը փակեց նրա ճանապարհը։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ րոպեներին, կմնար Մարինեի հիշողության մեջ որպես շարժումների հաջորդականություն, որոնք կարծես մղձավանջի մաս լինեին։ Արամը բռնեց նրա ուսերից։ Նա փորձեց դիմադրել, բայց նա ավելի ուժեղ էր։ Նրա ձայնը, որը նախկինում պարզապես սառն էր, դարձավ իշխող, գրեթե սպառնալից։ Դու պետք է հանգստանաս։ Ես կօգնեմ քեզ հանգստանալ։ Նա նրան տարավ ոչ թե ամուսնական ննջասենյակ, այլ միջանցքի վերջում գտնվող մի դռան մոտ, որը նա հազվադեպ էր բացում։ Այն դուռը, որը տանում էր դեպի ծառայողական աստիճաններ, առանձնատան տեխնիկական տարածքներ։ Մարինեն փորձեց ազատվել, բայց հղիության ծանրության, հուզական հոգնածության Արամի ֆիզիկական ուժի համադրությունը գործում էր նրա դեմ։ Արամ, ինչ ես անում։ Ո՞ր ես ինձ տանում։ Նա չպատասխանեց։ Պարզապես բացեց դուռը, սկսեց իջնել աստիճաններով, ամուր բռնելով Մարինեին։
Նա փորձեց գոռալ, բայց նրա ձեռքն արագ փակեց նրա բերանը։ Լռիր։ Դու լուռ ես մնալու։ Նրանք իջան երկու հարկ մինչ հասան առանձնատան նկուղ։ Դա մի տարածք էր, որը Մարինեն քիչ էր ճանաչում, մի տարածք նախատեսված պահեստի, էլեկտրական վահանակների մի նկուղի համար, որը Արամը երբեմն օգտագործում էր ընկերության հին փաստաթղթերը պահելու համար։ Ծանր մետաղյա դուռը ջռած բացվելիս, բացահայտելով խոնավ միջավայր, որը վատ լուսավորված էր ցածր առաստաղից կախված թույլ լամպով։ Արամը հրեց Մարինեին ներս մի շարժումով, որը ստիպեց նրան սայթաքել։ Նա ծնկների վրա ընկավ սառը բետոնե հատակին, զգալով սուր ցավ, որն անցավ իր ողնաշարով։ Նրա ձեռքերն ինքնաբերաբար պաշտպանեցին փորը, մինչ նա վեր նայեց այն տղամարդուն, որը մի օր երդվել էր սիրել իրեն։ Դու կմնաս այստեղ, մինչ սովորես քեզ պահել, մինչ հասկանաս, որ քո անվստահությունից ավելի կարևոր բաներ կան։ Երբ խնջույքն ավարտվի, ես կվերադառնամ։ Եթե հանգստացած լինես, կարող ենք խոսել։ Եթե ոչ, կմնաս այստեղ այնքան, որքան անհրաժեշտ է։ Արամ, ոչ։ Խնդրում եմ։ Մտածիր երեխայի մասին։ Ես մտածում եմ երեխայի մասին։ Ես մտածում եմ նրա ապագայի մասին։ Այն ամենի մասին, ինչ կարող եմ տալ նրան։ Եվ դրա համար ինձ պետք է, որ այս գիշերը կատարյալ լինի։ Դուռը փակվեց վերջնական մետաղական ձայնով։ Մարինեն լսեց, թե ինչպես բանալին պտտվեց կողպեքի մեջ, հետո Արամի քայլերի ձայնը, որոնք բարձրանում էին աստիճաններով, յուրաքանչյուր աստիճան տանում էր այն հույսի մի կտորը, որը նա դեռ վառ էր պահում։ Եվ հետո լռություն։ Ծանր, խեղդող լռություն, որը խախտվում էր միայն Մարինեի արագացած շնչառությամբ վերում առանձնատունը սնուցող էլեկտրական գեներատորների հեռավոր բզզոցով։ Մարինեն մնաց այնտեղ, ծնկների վրա սառը հատակին, փորձելով ընկալել, թե ինչ էր տեղի ունեցել։ Նրա ամուսինը, այն տղամարդը, ում հետ կիսել էր 7 տարվա կյանք, նրան փակել էր սեփական տան նկուղում։ Կարծես նա լուծման ենթակա խնդիր լիներ։ Կարծես նրա կրած երեխան ավելի քիչ կարող լինեին, քան մի խնջույք, քան արտաքին տեսքը, քան այն կարմիր զգեստով կինը, որն այժմ, անշուշտ, ժպտում էր նրա կողքին։ Հաջորդած ժամերը Մարինեի կյանքի ամենաերկարն էին։ Բետոնի սառնությունը թափանցում էր նրա ոսկորների մեջ կապույտ զգեստի բարակ կտորի միջով։ Օդի խոնավությունը ստիպում էր նրա մազերը կպչել քրտնած դեմքին։ Մթությունը, որը խախտվում էր միայն լամպի թույլ թարթող լույսով, ստվերներ էր ստեղծում կեղահան եղած պատերին, որոնք պարում էին։ Մարինեն մի քանի անգամ փորձեց գոռալ, բայց նրա ձայնը կորչում էր նկուղի հաստ պատերի մեջ։ Փորձեց բախել մետաղյա դուռը, բայց ձեռքերը ցավում էին, ձայնը չէր արձագանքում այդ սահմանափակ տարածքից այն կողմ։ Նա ստուգեց իր բջջայինը, բայց այնտեղ կապ չկար։ Փորձեց զանգել, հաղորդագրություններ ուղարկել, ցանկացած բան, բայց էկրանին միայն հիասթափեցնող հաղորդագրություններ, կապ չկա։ Երեխան սկսեց շարժվել, հրատապ հարվածներով իր փորին, կարծես նա էլ զգում էր մոր հուսահատությունը։ Մարինեն ձեռքերը դրեց փորի վրա, կամացուկ խոսելով դեռ չծնված որդու հետ։ Ամեն ինչ լավ կլինի։ Մայրիկը մեզ դուրս կհանի այստեղից։ Ամեն ինչ լավ կլինի։ Բայց նա չգիտեր, երեխային էր փորձում հանգստացնել, թե իրեն։ Մինչդեռ, վերում, խնջույքը շարունակվում էր։ Երաժշտությունը հնչում էր, բաժակները զնգում էին, ծիծաղը արձագանքում էր լուսավոր սրահներում։ Արամ Վարդանյանը կտրում էր ծննդյան տորթը, շրջապատված ծափահարություններով լուսանկարչական ապարատների լույսերով։ Իզաբելլան նրա կողքին էր, ժպտում էր, կարծես դա աշխարհի ամենաբնական տեղը լիներ նրա համար։ Ոչ ոք չէր նկատում։ Ոչ ոք չէր կասկածում։ Բոլորն ընդունում էին այն պատմությունը, որը Արամը պատմել էր Մարինեի հանգստանալու մասին։ Ի վերջո, ինչու պետք է կասկածեին։ Նա Արամ Վարդանյանն էր։ Հարգված գործարար։ Նվիրված ապագա հայր։ Ամուսին, որն անհանգստանում էր կնոջ առողջության համար։ Արտաքին տեսքն ամեն ինչ էր։ Եվ այդ գիշեր արտաքին տեսքն անթերի էր։ Բայց առանձնատան ստորին հարկերում, որտեղ երաժշտությունը հասնում էր միայն խուլ արձագանքի պես, որտեղ խնջույքի լույսերը չէին հասնում, մի հղի կին փակված էր։ Մենակ։ Վախեցած։ Սկսում էր հասկանալ, որ այն տղամարդը, ում հետ ամուսնացել էր, ընդունակ էր բաների, որոնք նա երբեք չէր պատկերացրել։
Եվ ինչ որտեղ ծառայողական միջանցքներում մի աշխատակցուհի ավարտում էր իր օրվա գործերը, չիմանալով, որ շուտով կանչվելու է կայացնելու իր կյանքի ամենակարևոր ընտրությունը։ Մի ընտրություն, որը կփոխեր բոլորի ճակատագիրը այդ առանձնատանը։ Գիշերը դեռ նոր էր սկսվում։ Նկուղի պատիժամացույցը կանգ էր առել տարիներ առաջ, հավերժ սառած 3:15-ին։ Մարինեն նայում էր նրան, կարծես մտքի ուժով կարողանար ստիպել նրան նորից աշխատել, ստիպել նրան ասել, թե որքան ժամանակ է անցել, ինչ արամը նրան փակել է այնտեղ։ Բայց սլաքը մնում էր անշարժ, ժամանակը կարծես լիովին կորցրել էր իր իմաստն այդ սառը խոնավ տարածքում, որը բորբոսի լքվածության հոտ էր գալիս։ Նա ամեն ինչ փորձել էր։ Գոռացել էր մինչ կոկորդը ցավեր, բախել էր մետաղյա դուռը մինչ ափերը կարմրեին զգայուն դառնային, փնտրել էր ցանկացած բացվածք, ցանկացած ճեղք, որտեղով կարողանար օգնություն խնդրել։ Բայց նկուղը նախագծված էր լինելու լուռ մեկուսացված ստորգետնյա պահարան, որտեղ կարոր փաստաթղթերը պաշտպանված էին արտաքին խոնավությունից։ Պատերը հաստ էին, ամրացված ձայնամեկուսիչով։ Դուռը ծանր ամուր։ Այն ամենը, ինչ Մարինեն անում էր այնտեղ, չէր կարողանում հաղթահարել այդ պատնեշները։ Այժմ նա նստած էր հատակին, հենված ամենաչոր պատին, որը կարողացել էր գտնել, ձեռքերը փաթաթած փորին, պաշտպանական ժեստով, որը դարձել էր գրեթե անգիտակցական։ Բաց կապույտ զգեստը, որն ընտրել էր այդքան խնամքով, կեղտոտված էր փոշուց խոնավությունից։ Նրա մազերը, որոնք նախկինում խնամքով սանրված էին, անկարգ թափվում էին դեմքին։ Բայց այդ ամենը նշանակություն չուներ։ Ոչինչ, բացի երեխայից, որը շարժվում էր նրա ներսում, հիշեցնելով, որ նա լիովին մենակ չէ։ Ցուրտն անողոք էր։ Թե երանում ամառ էր, նկուղը պահպանում էր տան մնացած մասից շատ ավելի ցածր ջերմաստիճան, Մարինեի կրած բարակ զգեստը ոչ մի պաշտպանություն չէր առաջարկում։ Նա դողում էր, ատամները թեթակի կապկապում էին, մինչ շփում էր ձեռքերը, փորձելով որոշակի ջերմություն առաջացնել։ Մտածեց վեր կենալ, քայլել փոքր տարածքով, արյան շրջանառությունն ակտիվացնելու համար, բայց հոգնածությունը կապարի պես ծանրացել էր նրա վրա։ Հղիությունն արդեն իսկ ցանկացած ֆիզիկական ջանք ավելի պահանջկոտ էր դարձնում, իսկ հուզական սթրեսը միայն ուժեղացնում էր այդ հյուծվածությունը։ Մարինեն փակեց աչքերը, թույլ տվեց, որ արցունքներն ազատ հոսեն։ Այլս ոչ ոք չկար տեսնելու, ոչ ոք դատելու նրա թուլությունը։ Այնտեղ, այդ բացարձակ մենության մեջ, նա կարող էր վերջապես փլուզվել։ Եվ այդպես էլ արեց։ Լաց եղավ այն միամիտ կնոջ համար, որը հավատացել էր հավերժական սիրո խոստումներին։ Լաց եղավ այն ամուսնության համար, որը պարզվեց խնամքով կառուցված պատրանք էր։ Լաց եղավ այն տղամարդու համար, ում սիրում էր, որն այդ պահին վերում տոնում էր, նրան փակված պահելով, կարծես անհարմար կենդանի լիներ։ Ինչպես հասանք այս կետին։ Հարցն արձագանքում էր նրա մտքում, չգտնելով բավարար պատասխան։ Մարինեն հիշում էր Արամի հետ հարաբերությունների սկիզբը։ Նա ուշադիր էր, ռոմանտիկ, ներկա։ Առանց պատճառի ծաղիկներ էր բերում, անակնկալներ էր պլանավորում, անկեղծ հետաքրքրությամբ լսում էր, երբ նա խոսում էր իրավաբանական գործերի մասին։ Ամուսնության առաջարկը շունչ կտրող էր, կազմակերպված մինչ ամենափոքր մանրուքը, մի ռեստորանում, շենքի տանիքին, որտեղից տեսարան էր բացվում դեպի լուսավորված երանը։ Նա առանց տատանվելու այո էր ասել, վստահ լինելով, որ գտել է իր զույգին, իր կյանքի ուղեկցին։ Առաջին տարիները լավ էին։ Արամը վճռականությամբ կառուցում էր իր գործարար կայսրությունը, նա աջակցում էր նրան, հասկանալով երկար աշխատանքային ժամերը, ուղղորությունները, մշտական ճնշումը։ Բայց կամաց-կամաց, գրեթե աննկատ, ինչ-որ բան փոխվեց։ Ուշադրությունը նվազեց։ Խոսակցությունները դարձան ծննդյան խնջույքը։ Նույնիսկ հղի, նույնիսկ հոգնած, Մարինեն այնտեղ կլիներ, կատարելով իր սոցիալական դերը, ժպտալով հյուրերին, աջակցելով Արամին։ Նրա բացակայությունը տարօրինակ էր։ Անհանգստացնող։ Գայանեն ավելի վաղ փորձել էր բարձրանալ ամուսնական ննջասենյակ, տանելով թեյով թխվածքաբլիթներով սկուտեղ, մտածելով, որ գուցե Մարինեն իսկապես հանգստանում է։ Բայց Արամը նրան կանգնեցրել էր միջանցքում, նրա տոնն ավելի կտրուկ էր, քան սովորաբար։ Մարինեն չի ուզում, որ իրեն անհանգստացնեն, Գայանե։ Նրան բացարձակ լռություն է պետք։ Կարող եք վերադառնալ խոհանոց, խնդրում եմ։ Նրա ասելուծի մեջ, նրա կեցվածքի կոշտության մեջ ինչ-որ բան կար, որը Գայանեին ստիպել էր բնազդաբար անհարմարություն զգալ։ Բայց նա ոչ ոք չէր, որ տանտիրոջը հարցեր տար։ Նա ընդամենը աշխատող էր։
այնպես որ գլխով էր արել վերադարձել իր գործերին, փորձելով անտեսել այն վատ զգացողությունը, որը տեղավորվել էր նրա ստամոքսում։ Այժմ, երբ խնջույքը էր գիշերն առաջ էր գնում, այդ վատ զգացողությունը միայն աճում էր։ Գայանեն ավարտել էր իր հիմնական պարտականությունները, ժամանակավոր մատուցողները զբաղվում էին սրահի սպասարկմամբ։ Նա մի քանի ազատ րոպե ուներ, մինչ սկսեր խոհանոցը կարգի բերել գիշերվա համար։ Որոշեց իր սովորական շրջայցն անել առանձնատան ստորին հարկերում, ստուգելով, թե արդյոք բոլոր դռները փակ են, արդյոք արտահոսքեր կամ էլեկտրական խնդիրներ չկան։ Դա մի խնդիր էր, որը նա անում էր ամեն գիշեր, գնալուց առաջ, տարիների ընթացքում մշակված սովորություն։ Արամը վստահում էր նրան տունն անվտանգ պահելու հարցում, Գայանեն այդ պատասխանատվությանը լուրջ էր վերաբերվում։ Նա իջավ ծառայողական աստիճաններով իր շարժական լապտերով, թե լուսավորությունն աշխատում էր, դա լրացուցիչ սարքավորում էր, որը միշտ կրում էր։ Նկուղը գիշերը միշտ մի փոքր սարսափելի էր, իր նեղ միջանցքներով, տեխնիկական սարքավորումներով լի սենյակներով։ Գայանեն ստուգեց գեներատորների սենյակը, ամեն ինչ նորմալ էր։ Ստուգեց մաքրող նյութերի պահեստը, ամեն ինչ կարգին էր։ Հենց պատրաստվում էր վերադառնալ, երբ ինչ-որ բան լսեց։ Խուլ, հեռավոր ձայն, գրեթե աննկատ գեներատորների օդափոխության համակարգի մշտական բզզոցի տակ։ Նա կանգ առավ, գլուխը շրջելով, փորձելով պարզել ձայնի ուղղությունը։ Ալո։ Այնտեղ մարդ կա։ Լռություն։ Գայանեն մտածեց, որ գուցե պատկերացրել է, որ գուցե դա պարզապես խողովակների աղմուկն է կամ քամին օդանցքներում։ Բայց հետո նորից լսեց։ Այս անգամ ավելի պարզ։ Մի ձայն, որը կարծես մարդկային լիներ։ Խուլ, թույլ, բայց հաստատ մարդկային։ Գայանեի սիրտը արագացավ։ Նա հետեց ձայնին, դանդաղ քայլելով խոնավ միջանցքներով, լապտերը լուսավորում էր ճանապարհը։ Ձայնը գալիս էր փաստաթղթերի նկուղի ուղղությունից, մի տարածք, որը հազվադեպ էր օգտագործվում։ Գայանեն գիտեր, որ Արամն այնտեղ պահում էր ընկերության հին թղթեր, հին պայմանագրեր, բաներ, որոնք պետք է պահվեին օրենքով, բայց գործնական կիրառություն չունեին։ Երբ նա մոտեցավ մետաղյա դռանը, հստակ լսեց թույլ հարվածներ և մի ձայն, խռպոտ, հուսահատ. «Խնդրում եմ, օգնություն, ինչ-որ մեկն օգնեք»։ Գայանեն զգաց, որ արյունը սառչում է երակներում։ Ինչ-որ մեկը փակված էր այնտեղ։ Նա մոտեցավ դռանը, ձեռքը դնելով սառը մետաղին։ Այնտեղ մարդ կա։ Օ, Մյուս կողմի ձայնը պայթեց թեթացման լացով։ Գայանե։ Գայանե, ես եմ։ Մարինեն։ Խնդրում եմ, ինձ դուրս հանիր այստեղից։ Ես փակված եմ։ Արամն ինձ փակել է այստեղ։ Գայանեն մի պահ քարացավ, նրա ուղեղը հրաժարվում էր ընկալել, թե ինչ էր լսել։ Մարինեն։ Տանտիրուհին, հղի կինը, որը պետք է հարմարավետ հանգստանար իր սենյակում, փակված էր նկուղում։ Փակված սեփական ամուսնու կողմից։ Տիկին Մարինե։ Իսկապես դուք եք։ Այո։ Ես եմ։ Խնդրում եմ, Գայանե։ Ես այստեղ եմ ժամեր շարունակ։ Շատ ցուրտ է։ Պետք է դուրս գամ։ Օգնության կարիք ունեմ։ Գայանեի միտքը վազում էր, փորձելով հասկանալ իրավիճակը, փորձելով որոշել, թե ինչ անել։ Եթե նա բացեր այդ դուռը, նա կգնար տանտիրոջ ուղղակի հրամանների դեմ։ Արամը հզոր, ազդեցիկ մարդ էր։ Նա կարող էր անմիջապես աշխատանքից հեռացնել նրան, կարող էր անհնար դարձնել, որ նա այլ աշխատանք գտնի։ Գայանեն մտածեց իր երեխաների, իր հաշիվների, այն ամենի մասին, ինչ կարող էր կորցնել։ Բայց հետո մտածեց Մարինեի մասին։ Այն բարի կնոջ մասին, որը միշտ նրան հարգանքով էր վերաբերվել։ Այն հղի, խոցելի, վախեցած կնոջ մասին, որը գտնվում էր այդ դռան մյուս կողմում։ Եվ Գայանեն հիշեց մի ժամանակ շատ տարիներ առաջ, երբ ինքն էր խոցելի իրավիճակում, երբ կախված էր անծանոթների բարությունից գոյատելու համար։ Հիշեց, թե ինչպես ինչ-որ մեկն օգնել էր իրեն, երբ ոչ մի պարտավորություն չուներ դա անելու։ Տիկին Մարինե, ես ձեզ դուրս կհանեմ այստեղից։ Մի րոպե, գնամ բանալին բերեմ։ Գայանե։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Գայանեն վազեց դեպի կոմունալ սենյակ, որտեղ գտնվում էր պահեստային բանալիներով վահանակը։ Նրա ձեռքերը դողում էին, մինչ փնտրում էր ճիշտ բանալին, փորձելով մի քանիսը, մինչ գտավ այն մեկը, որը համապատասխանում էր նկուղի կողպեքին։
Այդ ամբողջ ընթացքում նրա միտքը գոռում էր հնարավոր վտանգների մասին։ Իսկ եթե Արամն իմանար? Իսկ եթե տեսախցիկներ լինեին? Իսկ եթե իրեն պատասխանատու դարձնեին? Բայց նա չէր կարող Մարինեին այնտեղ թողնել։ Չէր կարող ձացնել, թե չգիտի։ Որոշ բաներ ավելի կարևոր էին, քան աշխատանքի անվտանգությունը։ Որոշ բաներ պահանջում էին, որ դու անես այն, ինչ ճիշտ է, նույնիսկ երբ դա թանկ արժենա։ Գայանեն վազելով վերադարձավ նկուղ, բանալին սեղմած ձեռքին։ Նա դողացող մատներով այն մտցրեց կողպեքի մեջ պտտեց։ Դուռը բացվեց մետաղի ջռոցով, բացահայտելով մյուս կողմի տեսարանը։ Մարինեն նստած էր հատակին, հենված պատին, զգեստը կեղտոտ ճմրթված, դեմքը արցունքներից փոշուց բծավորված։ Երբ տեսավ Գայանեին, նրա աչքերը լցվեցին նոր արցունքներով, բայց այս անգամ դրանք թեթացման արցունքներ էին։ Նա փորձեց վեր կենալ, բայց ոտքերը չափազանց շատ էին դողում նրան պահելու համար։ Գայանեն արագ ներս մտավ, հանեց իր համազգեստի բաճկոնը դրեց Մարինեի ուսերին։ Հանգիստ, տիկին Մարինե։ Ես այստեղ եմ։ Ես կհոգ տանեմ ձեր մասին։ Երեխան, Գայանե։ Երեխան չի դադարում շարժվել։ Ես վախենում եմ։ Հիմա դուրս կգանք այստեղից։ Օգնություն կկանչենք։ Գայանեն օգնեց Մարինեին վեր կենալ, պահելով նրա ծանրությունը, մինչ նրանք դուրս էին գալիս նկուղից։ Մարինեն հազիվ էր կարողանում քայլել, ոտքերը թմրել էին ցրտից կոշտ հատակին նստելուց։ Նրանք դանդաղ բարձրացան աստիճաններով, յուրաքանչյուր աստիճանը պայքար էր հյուծվածության վախի դեմ։ Երբ հասան առաջին հարկի ծառայողական միջանցք, Գայանեն կանգ առավ, արագ մտածելով։ Նրան բժշկական օգնություն էր պետք Մարինեի համար։ Պետք էր շտապ օգնություն կանչել։ Բայց եթե դա աներ տան ներսում, Արամն անմիջապես կիմանար, կարող էր փորձել խանգարել։ Նա պետք է արագ գործեր։ Գայանեն Մարինեին տարավ դեպի ծառայողական բացօթյա տարածք, խնջույքից հեռու, որտեղ լույսերը չէին հասնում։ Այնտեղ նա դողացող ձեռքերով գրպանից հանեց իր բջջային հեռախոսը, հավաքեց շտապօգնության համարը։ Մինչ սպասում էր զանգի միացմանը, նա նայեց Մարինեին, որը դժվարությամբ էր շնչում, երկու ձեռքով բռնելով փորը։ Ամեն ինչ լավ կլինի, տիկին Մարինե։ Ես թույլ չեմ տա, որ ձեզ կամ մակերեսային։ Նրա հպումը, որը նախկինում քնքուշ մշտական էր, դարձավ հազվադեպ, մեխանիկական։ Երբ Մարինեն հղիացավ, նա մտածել էր, որ երեխան հետ կբերի Արամին, կվերամիավորի զույգին։ Փոխարենը նա էլ ավելի հեռացավ, Իզաբելլա Դավթյանը բեմ դուրս եկավ որպես մի պատմության գլխավոր հերոսուհի, որը պետք է պատկաներ Մարինեին։ Վերից լսվող քայլերի ձայնը ստիպեց Մարինեին կծկվել։ Արդյոք դրանք Արամի քայլերն էին։ Նա գալիս էր իրեն տանելու, զղջացած, պատրաստ ներողություն խնդրելու։ Բայց քայլերն անցան առանց կանգ առնելու, շարունակվելով դեպի տան մեկ այլ մաս։ Ավելի շատ աշխատակիցներ, հավանաբար։ Ավելի շատ մարդիկ, որոնք շրջում էին առանձնատանը, գաղափար անգամ չունենալով, որ նա այնտեղ էր, օգնության կարիք ունենալով։ Մարինեն նորից փորձեց գոռալ, ուժերը հավաքելով։ Օգնություն։ Խնդրում եմ։ Ինչ որ մեկն օգնեք։ Ես այստեղ փակված եմ։ Բայց նրա ձայնը, որն արդեն խրպոտել էր այդքան գոռալուց, թույլ էր դուրս գալիս, խլացված պատերով։ Ոչ ոք չէր լսի։ Նա դա գիտեր, բայց չէր կարողանում դադարել փորձելուց։ Կարծես գոռալուց հրաժարվելը նշանակեր հրաժարվել գոյատելուց։ Երեխան ուժեղ հարվածեց, Մարինեն սուր ծակոց զգաց փորի կողքին։ Նա ձեռքը դրեց այդ տեղին, մեղմորեն մերսելով։ Հանգիստ, սիրելիս։ Մայրիկն այստեղ է։ Մենք լավ կլինենք։ Ես խոստանում եմ։ Բայց բառերն ասելիս Մարինեն մտածում էր, թե արդյոք կկարողանա կատարել այդ խոստումը։ Ինչ կլիներ, եթե Արամը պարզապես նրան այնտեղ թողներ։ Եվ եթե նա սպասեր խնջույքի ավարտին, որոշեր, որ նա պետք է ավելի դաժան դաս սովորի։ Եվ եթե ոչ ոք նրան ժամանակին չգտներ։ Վախը կենդանի բան էր, որը նրա ներսում աճում էր երկրորդ հղիության պես, սնվելով յուրաքանչյուր մռայլ մտքից, յուրաքանչյուր րոպեից, որն անցնում էր առանց փրկության։ Մարինեն երբեք իրեն այդքան խոցելի, այդքան անզոր չէր զգացել։ Նրա ամբողջ կրթությունը, իրավաբանի հաջող կարիերան, սուր միտքը, այդ ամենը նշանակություն չուներ այնտեղ։ Նա հասցվել էր գոյության ամենապարզ ձին, հղի կին, մենակ, փակված, կախված մի տղամարդու ողորմածությունից, որն ակնհայտորեն այլս ոչինչ չուներ տալու։
Մինչ Մարինեն պայքարում էր հուսահատության դեմ նկուղում, վերի հարկում խնջույքը հասել էր իր գագաթնակետին։ Նվագախումբը վիեննական վալս էր նվագում, որոշ զույգեր պարում էին գլխավոր սրահի բաց տարածքում։ Արամ Վարդանյանը, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում էր, պատմելով մի դժվար բանակցության մասին, որը հաղթել էր խորամանկության վճռականության շնորհիվ։ Տղամարդիկ ծիծաղում էին, հավանություն տալով, իսկ կանայք ժպտում էին, հիացած։ Իզաբելլան մոտ էր մնում, նրա ձեռքը թեթակի դրված էր նրա թին, կարծես այդ ժեստն աշխարհի ամենաբնական բանը լիներ։ Հակոբ Անդրեասյանը, Արամի ընկերության գլխավոր ներդրողներից մեկը, մոտեցավ ձեռքին բաժակով այն լայն ժպիտով, որը բնորոշ է սեփական իշխանության մեջ հարմարավետ զգացող մարդուն։ Արամ, ընկերս, դու գերազանցեցիր բոլոր սպասելիքներն այս խնջույքով։ Ամեն ինչ անթերի է։ Բայց խոստովանում եմ, որ կարոտեցի Մարինեին։ Ինչպես է նա։ Երեխան լավ է։ Արամը նույնիսկ թարթիչը չխփեց։ Նրա պատասխանը եկավ ավտոմատ, հղկված, ամուսնական անհանգստության ճիշտ չափաբաժնով։ Մարինեն հանգստանում է, Հակոբ։ Բժիշկը խորհուրդ է տվել, որ նա խուսափի մարդաշատությունից, ծանրաբեռնվածությունից, հղիության այս փուլում։ Գիտես, թե ինչպիսին են այս վերջին ամիսները, ամեն ինչ պետք է խնամքով վերահսկվի։ Նա լավ խնամքի տակ է, կարող ես հանգիստ լինել։ Հակոբը գլխով արեց, կարծես բավարարված լինելով բացատրությունից։ Պատկերացնում եմ։ Իմ Անահիտն էլ ստիպված էր դանդաղեցնել տեմպը, երբ մեր որդուն էր սպասում։ Իսկապես նուրբ փուլ է։ Իմ ողջույնները փոխանցիր նրան։ Անպայման։ Նա ուրախ կլինի իմանալ, որ հարցրել ես նրա մասին։ Սուտը դուրս եկավ այնքան սահուն, այնքան համոզիչ, որ նույնիսկ ինքը, Արամը, կարծես չէր ճանաչում այն որպես այդպիսին։ Նա հավատում էր սեփական պատմությանը, կամ գոնե իրեն պահում էր այնպես, կարծես հավատում էր։ Նրա համար Մարինեին փակելը անհրաժեշտ վերահսկողության ակտ էր, կարգուկանոն պահպանելու միջոց, որպեսզի իր իմիջը մնար անձեռնմխելի։ Նա իր գործողություններում դաժանություն չէր տեսնում, միայն պրագմատիզմ։ Եվ դա, ինչ-որ առումով, նույնիսկ ավելի սարսափելի էր, քան եթե լիներ գիտակցված չարություն։ Իզաբելլան ամեն ինչ դիտում էր այն մութ հաշվարկող աչքերով։ Նա հստակ գիտեր, թե ինչ էր կատարվում։ Գիտեր, որ Մարինեն հարմարավետ չէր հանգստանում ինչ-որ շքեղ սենյակում։ Գիտեր, որ կար կոնֆլիկտ, խզում, ինչ-որ բան, որը պաշտոնական կնոջը դուրս էր մղել ճանապարհից տարածք բացել, որպեսզի ինքը, Իզաբելլան, զբաղեցներ գլխավոր տեղը։ Եվ նա ավելի քան պատրաստ էր զբաղեցնել այդ տարածքը, օգտվել դրանից, ամրապնդել այն։ Երբ Հակոբը հեռացավ այլ հյուրերի հետ խոսելու, Իզաբելլան թեքվեց դեպի Արամը, նրա ձայնը բավականաչափ ցածր, որպեսզի միայն նա լսեր։ Դու ամեն ինչ շատ լավ ես հաղթահարում։ Գիտեի, որ ընդունակ կլինես։ Արամը նայեց նրան, մի պահ նրանց միջ ինչ-որ բան անցավ։ Հանցակցություն, գուցե։ Կամ երկու հավասարապես հավակնոտ, հավասարապես պատրաստ մարդկանց փոխադարձ ճանաչում, որոնք պատրաստ էին անել այն, ինչ անհրաժեշտ էր, իրենց ուզածին հասնելու համար։ Պետք է արվեր։ Չէի կարող թույլ տալ, որ նա ամեն ինչ փչացնի։ Եվ դու թույլ չտվեցիր։ Իզաբելլան ժպտաց այն ժպիտով, որը շատ ավելին էր խոստանում, քան բառերը կարող էին արտահայտել։ Գիշերը կատարյալ է։ Առանձնատան ծառայողական միջանցքներում, խնջույքի լույսից շքեղությունից հեռու, Գայանե Սարգսյանն ավարտում էր երկրորդական խոհանոցի կարգավորումը, որը ծառայում էր որպես մատուցողների թիմի բազա։ 52 տարեկանում Գայանեն Վարդանյանների համար աշխատում էր գրեթե 10 տարի, սկսելով որպես օրավարձով աշխատող ի վերջո դառնալով հիմնական աշխատակից, որը պատասխանատու էր հսկայական գույքի մաքրության ընդհանուր կարգուկանոնի համար։ Գայանեն այն կանանցից էր, որոնք ուժը կրում են դեմքի գծերում։ Կարճահասակ, ամրակազմ, ալեխառն մազերը հավաքված գործնական սանրվածքով, ձեռքերը կոշտացած տասնամյակների ծանր աշխատանքից։ Նա միայնակ մեծացրել էր 3 երեխա, երբ ամուսինը նրան թողել էր ավելի երիտասարդ կնոջ համար, աշխատելով 2, երբեմն 3 տարբեր տներում, որպեսզի երաշխավորեր, որ նրանք սեղանին ուտելիք պատշաճ կրթություն կունենան։ Նրա երեխաներն այժմ մեծահասակ էին, բոլորն աշխատում էին, բոլորն ազնիվ, նա դրանով ավելի շատ էր հպարտանում, քան կյանքում որևէ այլ բանով։ Վարդանյանների համար աշխատելը լավ աշխատանք էր Գայանեի չափանիշներով։ Աշխատավարձը արդար էր, արտոնությունները, պատշաճ թե Արամը հեռու էր իշխող, նա երբեք անհարգալից չէր եղել նրա հետ։ Մարինեն, մյուս կողմից, միշտ Գայանեին վերաբերվել էր անկեղծ բարությամբ։
Հարցնում էր նրա երեխաների մասին, հիշում էր նրանց անունները, սուրճ զրույց էր առաջարկում, երբ Գայանեն մաքրություն էր անում։ Մարինեի մեջ կար մի մարդկայնություն, որը Գայանեն ճանաչում գնահատում էր։ Այդ պատճառով այդ գիշեր, մինչ սկուտեղներ էր դասավորում համակարգում մատուցողների ժամանակավոր թիմին, Գայանեն չէր կարողանում դադարել մտածել Մարինեի բացակայության մասին։ Նա բավականաչափ լավ էր ճանաչում տանտիրուհուն, իմանալու համար, որ Մարինեն երբեք կամավոր չէր բաց թողնի ամուսնու երեխային որևէ բան պատահի։ Զանգին պատասխանեցին։ Գայանեն իրավիճակը բացատրեց հնարավորինս պարզ, տալով հասցեն, նկարագրելով Մարինեի վիճակը։ Օպերատորը հավաստիացրեց, որ շտապօգնությունը ճանապարհին է, ոստիկանության հետ միասին։ Երբ Գայանեն անջատեց հեռախոսը, նա Մարինեն մնացին այնտեղ մթության մեջ, սպասելով։ Տան մյուս կողմում խնջույքը շարունակվում էր։ Երաժշտությունը, ծիծաղը, խոսակցությունները, ամեն ինչ կարծես պատկանում էր մի այլ աշխարհի, մի աշխարհի, որտեղ հղի կանանց սեփական ամուսինները նկուղներում չէին փակում։ Մարինեն ամուր բռնեց Գայանեի ձեռքը։ Շնորհակալ եմ։ Դու փրկեցիր իմ կյանքը։ Փրկեցիր իմ որդու կյանքը։ Դուք նույնը կանեիք ինձ համար, պատասխանեց Գայանեն, ձայնը խեղդված։ Ես գիտեմ, որ կանեիք։ Եվ դա ճիշտ էր։ Այդ պահին, այդ պարզ ժեստով, բացելով դուռը ընտրելով անել այն, ինչ ճիշտ էր, Գայանեն ոչ միայն աշխատող էր։ Նա փրկիչ էր։ Վկա։ Այդ մարդաշատ առանձնատան միակ մարդը, որն ընտրել էր տեսնել այն, ինչ իր աչքի առաջ էր, գործել համապատասխանաբար։ Հեռվում սկսեցին հնչել առաջին ազդանշանները, կտրելով երանյան գիշերը։ Ձայնն աճում էր, արագ մոտենում։ Առանձնատան ներսում պատուհաններին մոտ գտնվող որոշ հյուրեր սկսեցին նկատել, շփոթված հայացքներով նայելով միմյանց։ Արամը ներդրումների մասին խոսակցության մեջ էր, երբ լսեց։ Նրա դեմքը թեթակի գունատվեց, նա նայեց պատուհանների ուղղությամբ, փորձելով հասկանալ, թե որտեղից էին գալիս այդ ազդանշանները։ Դրանք չէին կարող այստեղ գալ։ Չէին կարող գալ իր կատարյալ խնջույքի համար։ Բայց գալիս էին։ Եվ երբ կապույտ կարմիր լույսերը սկսեցին թարթել շքեղ վարագույրների միջով, տարօրինակ ստվերներ գցելով սրահի պատերին, Արամը վերջապես հասկացավ։ Ինչ-որ բան շատ սխալ էր գնացել։ Կատարյալ գիշերը, որը նա այդքան խնամքով կազմակերպել էր, պատրաստվում էր փլուզվել։ Եվ չկար բավականաչափ լավ սուտ, չկար բավականաչափ հավանական պատճառաբանություն, բացատրելու համար այն, ինչ պատրաստվում էր բացահայտվել բոլոր այդ ազդեցիկ հյուրերին։ Ազդանշաններն այլս անհնար էր անտեսել։ Ճչացող ձայնը կտրում էր նվագախմբի նրբաճաշակ երաժշտությունը, ներխուժում շքեղ սրահներ, թափանցում նրբագեղ խոսակցությունների մեջ, ինչպես մետաքսը կտրող սուրդանակ։ Հյուրերը սկսեցին շարժվել դեպի պատուհանները, մի կողմ քաշելով ծանր վարագույրները, տեսնելու, թե ինչ է կատարվում։ Կապույտ կարմիր լույսերը կատաղի թարթում էին դրսում, ստեղծելով գույների մի տեսարան, որը կտրուկ հակադրվում էր խնջույքի ոսկեգույն վերահսկվող լուսավորությանը։ Արամ Վարդանյանը մի քանի թանկարժեք վայրկյան քարացած մնաց, նրա ուղեղը հրաժարվում էր ընդունել այն, ինչ կատարվում էր։ Դա հնարավոր չէր։ Մարինեն փակված էր նկուղում։ Ինչպես կարող էր ինչ-որ մեկը բացահայտել։ Ինչպես կարող էր ոստիկանությունն այստեղ լինել։ Նա արագ նայեց Իզաբելլային, որը հայացքին պատասխանեց վատ քողարկված անհանգստության արտահայտությամբ։ Նա նույնպես հասկանում էր, որ ինչ-որ բան սարսափելի սխալ էր։ Սրահում շշուկ տարածվեց չոր խոտի մեջ տարածվող կրակի պես։ Հյուրերը շշնջում էին իրար մեջ, ենթադրելով, թե ինչը կարող էր շտապօգնության մեքենա ոստիկանական պարեկային մեքենաներ բերել այստեղ։ Ոմանք կարծում էին, որ գուցե խնդիր կա հարաններից մեկի հետ։ Մյուսները պատկերացնում էին, թե արդյոք դա տարեց հյուրերից մեկի հանկարծակի վատացումն է։ Ոչ ոք, նույնիսկ իր ամենահամարձակ մտքերում, մոտ չէր ճշմարտությանը։ Տան սպասավորապետը, Սարգիսը, 60-ամյա մի տղամարդ, որն աշխատում էր Վարդանյանների համար այն օրվանից, երբ Արամը գնել էր առանձնատունը, արագ քայլերով մոտեցավ տիրոջը։ Նրա սովորաբար հանգիստ դեմքը խռովված էր, աչքերը լայն բացված ընթերցանության ակնոցների հետում։ Պարոն Վարդանյան, ոստիկանությունը դռան մոտ է։ Նրանք մուտք են պահանջում։ Ասում են, որ արտակարգ իրավիճակ է։ Արամը զգաց, որ ստամոքսը շուռ է գալիս, բայց ստիպեց իրեն պահպանել հանգստությունը։ Նրա ձայնը դուրս եկավ վերահսկվող, իշխող, թե ներսում նա զգում էր, որ խուճապը սկսում է տիրել իրեն։ Ասա նրանց, որ ես մասնավոր միջոցառման մեջ եմ։
որ կարող եմ վաղը վերադառնալ հարմար ժամի։ Սարգիսը գուլ տվեց։ Պարոն, նրանք շատ կտրուկ էին։ Ասացին, որ դա խնդրանք չէ։ Անվտանգության հարց է։ Բժշկական արտակարգ իրավիճակ։ Բառերը հարվածեցին Արամին որպես բռունցքի հարվածներ ստամոքսին։ Բժշկական արտակարգ իրավիճակ։ Մարինե։ Ինչ-որ կերպ, ինչ-որ մեկը նրան գտել էր։ Ինչ-որ մեկը օգնություն էր կանչել։ Նրա միտքը վազում էր, փորձելով ձակերպել պլան, պատճառաբանություն, ցանկացած բան, որը կարող էր նվազագույնի հասցնել վնասը։ Բայց մինչ նա կկարողանար պատասխանել, առանձնատան գլխավոր դուռը ուժով բացվեց։ Երկու շտապօգնության բուժակներ առաջինը ներս մտան, տանելով ծալովի պատգարակ բժշկական սարքավորումների պայուսակ։ Նրանց հետից 3 ոստիկան, 2 տղամարդ, 1 կին, բոլորը լուրջ վճռական արտահայտություններով։ Ամբողջ սրահը շրջվեց դեպի այդ դրամատիկ մուտքը։ Երաժշտությունը կտրուկ դադարեց, նվագախումբը լռեց նոտայի կեսին։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Ոստիկաններից մեկը, միջին տարիքի սերժանտ, ալեխառն մազերով ամեն ինչ տեսած մարդու արտահայտությամբ, աչքերով սրահը զննեց, մինչ գտավ Արամին։ Նա քայլեց ուղիղ նրա ուղղությամբ, անցնելով հյուրերով լի սրահով, որոնք մի կողմ էին քաշվում ճանապարհ տալու համար, նրա կոշիկները արձագանքում էին մարմարե հատակին։ Արամ Վարդանյան։ Այո, ես եմ։ Բայց ինչ է նշանակում այս ներխուժումը։ Ես մասնավոր միջոցառման մեջ եմ։ Դուք չեք կարող պարզապես այսպես ներս մտնել։ Սերժանտը չվախեցավ իշխող տոնից։ Նրա ձայնը դուրս եկավ ամուր, պրոֆեսիոնալ, բայց մի կշռով, որը վիճարկում չէր ընդունում։ Պարոն Վարդանյան, մենք արտակարգ զանգ ենք ստացել, որ այս բնակավայրում մի հղի կին վտանգի մեջ է։ Որտեղ է ձեր կինը։ Արամը զգաց, որ սրահի բոլոր հայացքները հավաքվել են իր վրա։ 200 մարդ սպասում էր նրա պատասխանին։ 200 վկա այն բանի, ինչ պատրաստվում էր տեղի ունենալ։ Նա փորձեց պահպանել դիմակը, ստիպելով իրեն շփոթության անհանգստության արտահայտություն ընդունել։ Կինս հանգստանում է։ Նա իրեն լավ չի զգում։ Դա ինչ կապ ունի։ Նա հանգստանում է, թե փակված է այս տան նկուղում, պարոն։ Հարցն ընկավ որպես ռումբ սրահի լռության մեջ։ Հյուրերի միջ լսելի շնչակտուր ձայներ արձագանքեցին։ Մարիամ Փանոսյանը, որը մոտ էր կանգնած, ձեռքը տարավ բերանին, աչքերը լայն բացված։ Հակոբ Անդրեասյանը կնճռոտեց ճակատը, նրա արտահայտությունը շփոթությունից փոխվեց անհավատության։ Իզաբելլան մի քայլ հետ արեց, թեթակի հեռանալով Արամից, կարծես բնազդաբար ուզում էր իրեն անջատել այն ամենից, ինչ գալու էր։ Արամը զգաց, որ գետինը սկսում է շարժվել իր ոտքերի տակ, բայց պահպանեց կեցվածքը։ Սա անհեթեթություն է։ Ով կանի նման մեղադրանք։ Այդ ժամանակ Գայանեն հայտնվեց սրահի մուտքի մոտ, դեռս իր աշխատանքային համազգեստով, բայց այժմ առանց այն բաճկոնի, որը տվել էր Մարինեին։ Նա գունատ էր, ձեռքերը թեթակի դողում էին, բայց հայացքն ամուր էր։ Նրա կողքին, հենված բուժակներից մեկին, կանգնած էր Մարինեն։ Նրա տեսքը ստիպեց ամբողջ սրահին սառչել։ Մարինե Ալեքսանյան Վարդանյանը, այն կինը, որը պետք է հարմարավետ հանգստանար իր սենյակում, այնտեղ էր, նրա վիճակը ցնցող էր։ Բաց կապույտ զգեստը։ Կեղտոտ էր, փոշուց խոնավությունից բծավորված։ Նրա մազերն անկարգ էին, կպած քրտնած դեմքին։ Նրա դեմքը գունատ էր, աչքերը կարմիր այդքան լաց լինելուց, նա երկու ձեռքով բռնել էր փորը, մինչ բուժակը նրան պահում էր։ Նույնիսկ իր թուլացած վիճակում անհնար էր չտեսնել վախն ու ցավը, որոնք դրոշմված էին նրա արտահայտության յուրաքանչյուր գծում։ Աստված իմ, մրմնջաց ինչ-որ մեկը հյուրերի միջից։ Դա Մարինեն է, շշնջաց մեկ այլ ձայն։ Ինչ է պատահել նրան։ Հարցերը բազմապատկվում էին, մինչ Մարինեին սրահով տանում էին դեպի ելք, որտեղ սպասում էր շտապօգնության մեքենան։ Նրա աչքերը մի կարճ պահ հանդիպեցին Արամի աչքերին, այդ հայացքում այնքան շատ բան կար։ Ցավ, դավաճանություն, հիասթափություն, բայց նա մի ուժ, որը նա չէր սպասում տեսնել։ Գոյատելու, իր կրած որդուն պաշտպանելու, այլս զոհ չլինելու վճռականություն։ Արամը փորձեց մոտենալ, սկսելով ձակերպել ինչ-որ պատճառաբանություն, ինչ-որ բացատրություն, որը կարող էր շրջել այդ ամենը։ Մարինե, ես կարող եմ բացատրել։ Դու հիստերիայի մեջ էիր, պետք էր հանգստանայիր։ Ես քեզ կբերեի, հենց որ խնջույքն ավարտվեր։
Բայց սերժանտը կանգնեց նրանց միջ, փակելով Արամի ճանապարհը։ Դուք պետք է մեզ հետ գաք, պարոն Վարդանյան։ Մենք մի քանի հարց ունենք տալու։ Հարցեր։ Ինչի մասին։ Սա թյուրիմացություն է։ Մարինե, ասա նրանց, որ սա թյուրիմացություն է։ Բայց Մարինեն ոչինչ չասաց։ Նա պարզապես շարունակեց քայլել, հենված բուժակին, Գայանեն նրա կողքին, որպես լուռ պահապան։ Երբ նրանք անցան դռնով անհետացան գիշերվա մեջ, իրենց հետ տանելով Արամի պատմությունը վերահսկելու ցանկացած հնարավորություն, նա զգաց, որ իր խնամքով կառուցված աշխարհը սկսում է փլուզվել։ Ոստիկանները ժամանակ չկորցրին։ Մինչ նրանցից մեկն ուղեկցում էր Մարինեին Գայանեին դեպի շտապօգնության մեքենա, մյուս երկուսը մնացին Արամի հետ։ Ոստիկանուհին, սուր հայացքով անթերի կեցվածքով լեյտենանտը, գրպանից հանեց փոքրիկ ձայնագրիչ։ Պարոն Վարդանյան, կարող եք բացատրել, թե ինչու է ձեր հղի կինը գտնվել ձեր բնակավայրի նկուղում փակված։ Հյուրերը նույնիսկ հեռանալու մտադրություն չունեին։ Բոլորը մնում էին այնտեղ, տեղում քարացած, դիտելով այդ տեսարանի զարգացումը, կարծես թատերական ներկայացում լիներ։ Ոմանք բռնել էին իրենց բջջային հեռախոսները, Արամը վստահ էր, որ շատերն արդեն ձայնագրում էին, լուսանկարում, հաղորդագրություններ ուղարկում։ Սկանդալը վիրուսային կդառնա մինչ լուսաբաց։ Արամը փորձեց վերականգնել իր հեղինակությունը, իր ամուր ձայնը։ Կինս հուզականորեն անկայուն էր։ Հղիությունը դժվար է եղել նրա համար։ Նա սկսեց նոպա ունենալ, գոռում էր, անվերահսկելի էր։ Խնդրեցի, որ հանգստանա նկուղում, մինչ կկարողանա վերականգնվել։ Դա նրա երեխայի հանդեպ անհանգստությունից էր։ Անհանգստությունից։ Լեյտենանտը թեքեց գլուխը, նրա արտահայտությունը թերահավատ էր։ Դուք հղի կնոջը փակել եք սառը մութ նկուղում, առանց կապի կամ օգնության հասանելիության, ժամեր շարունակ, դա անվանում եք անհանգստություն։ Ես նրան կբերեի։ Դա ժամանակավոր էր։ Ժամանակավոր։ Բառն արձագանքեց սրահում որպես մեղադրանք։ Հյուրերից մեկը, Մարինեի համալսարանական տարիների հայտնի իրավաբան ընկերուհին, առաջ եկավ։ Նրա անունը Լիլիթ էր, նրա դեմքին բացարձակ վրդովմունքի արտահայտություն կար։ Սա ապօրինի ազատազրկում է։ Սա բռնություն է։ Ինչպես կարող եք դա անվանել անհանգստություն։ Արամը զայրույթով նայեց Լիլիթին։ Սա քո գործը չէ։ Սրանք ամուսնական զույգի անձնական հարցեր են։ Դադարում է անձնական լինելուց, երբ կյանքին վտանգ է սպառնում, հակադարձեց Լիլիթը, ձայնը բարձրացնելով։ Մարինեն հղի է։ Նա կարող էր այնտեղ ծննդաբերել։ Նա կարող էր վատանալ։ Դու դա գիտեիր, այնուամենայնիվ փակեցիր նրան։ Հյուրերի միջով անցած հավանության շշուկը Արամին ասաց այն ամենը, ինչ նա պետք է իմանար։ Իրավիճակը փոխվել էր։ Այն մարդիկ, որոնք րոպեներ առաջ ծափահարում էին նրան, որոնք կենաց էին խմում նրա հաջողության համար, այժմ նրան նայում էին սարսափի զզվանքի խառնուրդով։ Նա փորձեց դաշնակիցներ գտնել դեմքերի ծովում, բայց նույնիսկ նրա ամենամոտ գործընկերները խուսափում էին հայացքից, ակնհայտորեն անհարմար զգալով կապից։ Իզաբելլան, հասկանալով, որ իրավիճակը լիովին դուրս է գալիս վերահսկողությունից, փորձեց զգուշորեն հեռանալ դեպի կողային ելքը։ Բայց Մարիամ Փանոսյանի ձայնը նրան կանգնեցրեց։ Իզաբելլա, դու գիտեիր սրա մասին։ Դու գիտեիր, որ Մարինեն փակված էր նկուղում, մինչ դու այստեղ էիր, իրեն պահելով, կարծես տան տիրուհին լինեիր։ Իզաբելլան շրջվեց, նրա ինքնավստահությունը սկսում էր ճաք տալ։ Ես ոչինչ չգիտեի։ Սա ինձ հետ կապ չունի։ Կապ չունի։ Մարիամը մի քանի քայլ արեց նրա ուղղությամբ, նրա ձայնը լի էր մեղադրանքով։ Դու հայտնվում ես այստեղ, նրա ծննդյան օրը հագնված, կարծես ժամադրության գնայիր, զբաղեցնելով նրա կնոջ տեղը, ուզում ես, որ մենք հավատանք, թե չգիտեիր, որ ինչ-որ բան այն չէ։ Իզաբելլան նայեց Արամին, սպասելով, որ նա իրեն կպաշտպանի, բայց Արամը չափազանց զբաղված էր ոստիկանների հետ գործ ունենալով։ Նա մենակ էր, բացահայտված, այդ գիշեր առաջին անգամ նրա ինքնավստահ ժպիտը լիովին անհետացավ։ Ես ընդամենը նրա աշխատակիցն եմ։ Խնջույքը կազմակերպել եմ, որովհետև դա իմ աշխատանքն էր։ Աշխատակից։ Բառը արհամարանքով դուրս եկավ Լիլիթի բերանից։ Այստեղ բոլորը տեսան, թե ինչպես էիր դու իրեն պահում նրա կողքին։ Դա պրոֆեսիոնալ վարքագիծ չէր։ Մինչ Իզաբելլան կկարողանար պատասխանել, սերժանտը իր ուշադրությունը դարձրեց նրան։
Օրիորդ, մեզ նա ձեր ցուցմունքը պետք կգա։ Ձեր լրիվ անունը։ Իզաբելլա Դավթյան։ Բայց ես արդեն ասացի, ես ոչինչ չգիտեմ։ Այնուամենայնիվ, մենք պետք է խոսենք ձեզ հետ։ Դրսում Մարինեին դնում էին պատգարակի վրա, շտապօգնության մեքենայի մեջ։ Բուժակներն արագ աշխատում էին, ստուգելով նրա կենսական նշանները, նրա վրա ջերմային ծածկոց դնելով, պատրաստելով կաթիլայինը։ Գայանեն մնում էր կողքին, բռնելով Մարինեի ձեռքը, հրաժարվելով նրան նույնիսկ մի վայրկյան մենակ թողնել։ Ինչպե՞ս եք ձեզ զգում, տիկին, հարցրեց ավելի երիտասարդ բուժակը, ստուգելով Մարինեի արյան ճնշումը։ Մրսում եմ։ Եվ վախենում։ Երեխան լավ է։ Հիմա ձեզ հիվանդանոց կտանենք։ Այնտեղ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կանեն։ Ձեր ճնշումը մի փոքր բարձր է, ինչը հասկանալի է, հաշվի առնելով իրավիճակը։ Բայց դուք այժմ անվտանգ եք։ Մարինեն փակեց աչքերը, թույլ տալով, որ արցունքներն ազատ հոսեն։ Անվտանգ։ Բառը տարօրինակ էր թվում, գրեթե անճանաչելի նկուղի սարսափի ժամերից հետո։ Բայց նա ողջ էր։ Երեխան դեռ շարժվում էր նրա ներսում։ Եվ այն քաջ կինը Գայանեն ընտրել էր օգնել իրեն, երբ կարող էր պարզապես անցնել գնալ։ Գայանե, շշնջաց Մարինեն, սեղմելով աշխատակցուհու ձեռքը։ Դու ամեն ինչ վտանգեցիր ինձ համար։ Դուք չէիք արժանի այն ամենին, ինչ պատահեց։ Ոչ ոք դրան արժանի չէ։ Շնորհակալ եմ։ Երբեք չեմ մոռանա, թե ինչ արեցիր։ Գայանեն պարզապես գլխով արեց, չափազանց հուզված խոսելու համար։ Նա մտածեց իր սեփական փորձառությունների, կյանքում հանդիպած դժվար պահերի, այն անգամների մասին, երբ օգնության կարիք ուներ, այն անգամների, երբ կարող էր օգնություն առաջարկել։ Այդ գիշեր նա ճիշտ ընտրություն էր կատարել։ Ինչ էլ որ արժենար, նա ճիշտ։ Պայուսակով վազեց դեպի իր մեքենան, բայց գիտեր, որ այդ պատկերները կլինեն բոլոր լրատվական կայքերում մինչ նախաճաշ։ Այն գիշերը, որը պետք է լիներ Արամ Վարդանյանի իշխանության տոնակատարությունը, վերածվեց նրա ամենադիտարժան անկման։ Եվ դա դեռ նոր էր սկսվում։ Լուսաբացը եկավ երան այն նարնջագույն երկնքով, որը բնորոշ է երբեք լիովին չքնող քաղաքին։ Օրվա առաջին լույսերը տարածվում էին շենքերի վրա, պողոտաները սկսում էին արթնանալ առավոտյան երթեկությամբ, կյանքը շարունակում էր իր կատաղի ռիթմը։ Բայց որոշ մարդկանց համար այդ լուսաբացը նշանավորում էր մի լիովին նոր, անդառնալի գլխի սկիզբ։ Նաիրի բժշկական կենտրոնում Մարինեն դանդաղ արթնացավ, սկզբում ապակողմնորոշված չիմանալով, թե որտեղ է։ Սենյակը լուսավոր էր, մաքուր, սպիտակ պատերով լայն պատուհանով, որը ներս էր թողնում առավոտյան մեղմ լույսը։ Մի քանի վայրկյան պահանջվեց, որպեսզի նրա հիշողությունը մշակի ամեն ինչ, նկուղը, ցուրտը, վախը, Գայանեի բացած դուռը, շտապօգնությունը, բժիշկները։ Նրա ձեռքն ինքնաբերաբար գնաց դեպի փորը, երեխայի ծանոթ շարժումն անմիջապես հանգստացրեց նրան։ Նա դեռ հղի էր։ Դեռ ողջ էր։ Նրանք գոյատել էին։ Մի բուժքույր մտավ սենյակ բարի ժպիտով, տանելով նախաճաշի սկուտեղ։ Բարի լույս, տիկին Վարդանյան։ Ինչպե՞ս եք ձեզ զգում։ Մարինեն տատանվեց ազգանվան հարցում։ Այդ անունն այժմ այնքան ծանրություն, այնքան ցավ էր կրում։ Բայց անկեղծ պատասխանեց. Հոգնած, շփոթված, բայց ողջ։ Բժշկուհի Հասմիկը քիչ հետո կգա ձեզ զննելու։ Ձեր կենսական նշանները կայուն են, երեխան լավ է։ Մեծ բախտ էր։ Բախտ չէր, կամացուկ ասաց Մարինեն, մտածելով Գայանեի մասին։ Դա մեկն էր, ով որոշեց ճիշտ բան անել։ Բուժքույրը գլխով արեց, հասկանալով, թե ինչ էր ուզում ասել Մարինեն, առանց ավելորդ բառերի։ Նա կարգավորեց մահճակալի գլխամասը, Մարինեին ավելի հարմարավետ դիրքում թողնելով, սկուտեղը դրեց օժանդակ սեղանիկին։ Մի փոքր կերեք։ Լավ կլինի ձեզ երեխայի համար։ Բուժքրոջ հեռանալուց հետո Մարինեն մնաց նայելով պատուհանից դուրս։ Ներքում քաղաքը շարժվում էր, անտարբեր իր բնակիչներից յուրաքանչյուրի անձնական դրամայի նկատմամբ։ Քանի այլ պատմություն, ինչպիսին իրենն էր, տեղի էր ունենում հենց այդ պահին։ Քանի այլ կին էր փակված, բառացիորեն կամ փոխաբերաբար, տղամարդկանց կողմից, որոնք պետք է սիրեին նրանց։ Միտքը նրան տխրեցրեց, բայց նա արթնացրեց ինչ-որ բան նրա ներսում։ Վճռականություն։ Ցանկություն, որ իր պատմությունը իզուր չանցնի։ Դրան թե թակոցը նրան դուրս բերեց մտքերից։
Գայանեն էր, դեռս նույն հագուստով, ինչ նախորդ գիշեր, ակնհայտորեն չքնած։ Նա համեստ տոպրակ էր տանում։ Բարի լույս, տիկին Մարինե։ Մի քանի մաքուր հագուստ եմ բերել ձեզ համար։ Ոչինչ շքեղ չէ, բայց մտածեցի, որ գուցե կուզենայիք փոխվել։ Մարինեն զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով։ Այդ կինը, որն ամեն ինչ վտանգել էր, շարունակում էր հոգ տանել իր մասին։ Գայանե, դուք պետք է հանգստանայիք։ Դուք բոլորովին չեք քնել։ Չէի կարողանա քնել, ձեզ այստեղ մենակ թողնելով։ Գայանեն մոտեցավ, տոպրակը դնելով աթոռին։ Ինչպես եք ձեզ զգում։ Իսկ երեխան։ Մենք լավ ենք։ Ձեր շնորհիվ։ Գայանեն համեստորեն գլուխը թափահարեց։ Ցանկացած մարդ նույնը կաներ։ Ոչ։ Մարինեն բռնեց Գայանեի ձեռքը, ամուր պահելով։ Դա ճիշտ չէ։ Դուք գիտեք, որ ճիշտ չէ։ Երեկ այդ տանը 200 մարդ կար։ Նրանցից ոչ ոք ինձ չփնտրեց։ Ոչ ոք չկասկածեց։ Դուք միակն էիք, ով պարտավոր չէր անհանգստանալ, միակը եղաք, ով անհանգստացավ։ Երկու կանայք մի պահ լուռ մնացին, փոխադարձ հասկացողությունը բառերի կարիք չուներ։ Նրանք գալիս էին լիովին տարբեր աշխարհներից։ Մարինեն, հարուստ ընտանիքի իրավաբան, ավարտած լավագույն դպրոցները, ամուսնացած հզոր գործարարի հետ։ Գայանեն, տնային տնտեսուհի, միայնակ մայր, որը 3 երեխա էր մեծացրել սեփական աշխատանքի քրտինքով։ Բայց այդ առավոտ, հիվանդանոցի սենյակում, այդ տարբերությունները նշանակություն չունեին։ Նշանակություն ուներ միայն այն մարդկայնությունը, որը նրանց կապում էր։ Բժշկուհի Հասմիկը քիչ անց ժամանեց, իր հետ բերելով հետազոտությունների արդյունքներով թղթապանակ պրոֆեսիոնալ, բայց ջերմ արտահայտություն։ Բարի լույս, Մարինե։ Տեսնում եմ, որ մեր հատուկ հիվանդն արթուն է։ Մարինեն փորձեց ժպտալ։ Հատուկը այն բառը չէ, որը ես կօգտագործեի։ Դե, բժշկական տեսանկյունից դուք իսկապես հատուկ եք։ Բժշկուհին աթոռ քաշեց նստեց մահճակալի կողքին։ 3 գիշերվա հետազոտությունները ցույց տվեցին, որ դուք ունեիք չափավոր ջրազրկման թեթ հիպոթերմիայի նշաններ։ Ոչինչ, որը չենք կարող շտկել համապատասխան բուժմամբ։ Երեխան լավ է արձագանքում, սրտի զարկերը ուժեղ են, շարժումները նորմալ։ Բայց ուզում եմ ձեզ այստեղ պահել մի քանի օր, պարզապես համոզվելու համար։ Մի քանի օր։ Մարինեն չգիտեր, թե թանա թե անհանգստանա։ Ես չեմ կարող այստեղ հավերժ մնալ։ Պետք չէ։ Բայց նա չեք կարող անմիջապես տուն վերադառնալ։ Բժշկուհի Հասմիկը լրջորեն նայեց Մարինեին։ Դուք զգալի տրավմա եք կրել, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հուզական։ Ձեր մարմնին ժամանակ է պետք վերականգնվելու համար։ Եվ հիվանդանոցն այժմ ձեզ համար ամենաանվտանգ վայրն է։ Սոցիալական աշխատող կա, որը կգա ձեզ հետ խոսելու, մեղմորեն ավելացրեց Գայանեն։ Նա կբացատրի տարբերակները։ Վայրեր, որտեղ կարող եք մնալ, մինչ ամեն ինչ կարգավորվի։ Մարինեն գլխով արեց, դանդաղ մշակելով ամեն ինչ։ Ամեն ինչ այնքան արագ էր փոխվել։ 24 ժամ առաջ նա պատրաստվում էր ամուսնու ծննդյան խնջույքին, հուսալով, որ գուցե այդ գիշերը որոշակի վերամիավորում կբերի։ Այժմ նա հիվանդանոցում էր, առանց գնալու տեղ, չիմանալով, թե որն է լինելու իր հաջորդ քայլը։ Մինչ Մարինեն սկսում էր իր ֆիզիկական հուզական վերականգնման գործընթացը, քաղաքի մյուս կողմում Արամ Վարդանյանը բախվում էր իր գործողությունների հետանքներին։ Սկանդալի մասին լուրը տարածվել էր կրակի պես։ Բոլոր հիմնական լրատվամիջոցները լուսաբանում էին պատմությունը։ Գործարարը փակել է հղի կնոջը երանում շքեղ խնջույքի ժամանակ։ Մանրամասները ցնցող էին, հասարակական կարծիքը լիովին շրջվել էր նրա դեմ։ Արամն այդ առավոտ արթնացավ իր դատարկ առանձնատանը, այն տունը, որը նախորդ գիշեր լի էր կյանքով տոնակատարությամբ, այժմ դամբարանի տեսք ուներ։ Սարգիսը, սպասավորապետը, լուսադեմին հեռախոսով հրաժարական էր տվել, անկարող լինելով շարունակել աշխատել մեկի համար, ով ընդունակ էր նման բանի։ Մաքրող թիմը, որը պետք է գար խնջույքի մնացորդները հավաքելու, չեղարկել էր ծառայությունը։ Նույնիսկ նրա ամենահավատարիմ աշխատակիցները սկսում էին հեռանալ։ Նրա բջջային հեռախոսը չէր դադարում զանգել։ Հաղորդագրություններ գործընկերներից, որոնք բացատրություններ էին պահանջում։ Ներդրողներ, որոնք հետ էին կանչում աջակցությունը։ Պայմանագրեր, որոնք չեղարկվում էին։
Այն կայսրությունը, որը Արամը կառուցել էր տասնամյակների ընթացքում, փլուզվում էր ժամերի ընթացքում։ Եվ ամենավատը դեռ առջում էր։ Առավոտյան ժամը 10-ի սահմաններում դռան զանգը հնչեց։ Արամը դեռ խալաթով, քարշ տալով իրեն մոտեցավ դռանը, սպասելով տեսնել իր փաստաբանին։ Փոխարենը երկու դատական կատարածուներ էին, ոստիկանի ուղեկցությամբ։ Նրանք եկել էին դատական հրաման հանձնելու։ Մարինեն պաշտպանական միջոցի դիմում էր ներկայացրել։ Արամին արգելվում էր մոտենալ նրան, փորձել որևէ տեսակի կապ հաստատել, ներկայանալ հիվանդանոց, որտեղ նա գտնվում էր։ Բացի այդ, դատավորը որոշել է ժամանակավորապես սառեցնել նրա բանկային հաշիվների զգալի մասը, երաշխավորելով, որ Մարինեն ռեսուրսներ ունենա իրեն պահելու համար այն գործընթացի ընթացքում, որն անշուշտ գալու էր։ Արամը դողացող ձեռքերով կարդաց փաստաթուղթը, իրականությունը վերջապես թափանցեց նրա ժխտման մեջ։ Սա անհեթեթություն է։ Նա իմ կինն է։ Ձեր կինն էր, ծառնորեն ուղեց կատարածուն։ Այժմ նա զոհ է, որին պետությունը պարտավոր է պաշտպանել։ Երբ պաշտոնյաները հեռացան, Արամը մենակ մնաց իր հսկայական առանձնատանը, շրջապատված շքեղությամբ, որը հանկարծ դատարկ թվաց իմաստից։ Նա փորձեց զանգել Իզաբելլային, բայց նա չէր պատասխանում։ Փորձեց ամենամոտ գործընկերներից մի քանիսին, բայց բոլորը պատճառաբանություններ ունեին չխոսելու համար։ Իրականությունը պարզ էր, նա մենակ էր։ Այն մարդը, որը միշտ հպարտացել էր իր կապերի ցանցով, իր ազդեցությամբ, հայտնաբերում էր, որ իշխանության փողի վրա հիմնված ընկերությունները արագ անհետանում են, երբ այդ տարրերը փլուզվում են։ Քննությունները արագ առաջ էին ընթանում։ Դատախազությունը գործը ստանձնեց առաջնահերթությամբ, նշանակելով փորձառու դատախազ Աննա Ղազարյանին։ Նա հայտնի էր կանանց նկատմամբ բռնության գործերում իր կոշտ դիրքորոշմամբ մտադրություն չուներ թույլ տալ, որ Արամը խուսափի օրենքի բացերից։ Ապացույցները ճնշող էին, անվտանգության տեսախցիկների ձայնագրություններ, Գայանեի ցուցմունք, բժշկական զեկույցներ, որոնք մանրամասնում էին Մարինեի վիճակը, երբ նրան գտել էին, նկուղի փորձաքննություններ, որոնք հաստատում էին անպատշաճ պայմանները։ Պաշտոնական մեղադրանքը եկավ 3 օր անց, ապօրինի ազատազրկում, հղի կնոջ կյանքը վտանգի ենթարկելու ծանրացուցիչ հանգամանքով։ Արամը փորձեց պաշտպանություն կառուցել, պնդելով, որ դա ամուսնական թյուրիմացություն էր, որ նա անհանգստացած էր կնոջ հոգեկան առողջությամբ։ Բայց դատախազ Աննան մեթոդաբար քանդեց այդ փաստարկները։ Եթե անհանգստացած էիք նրա հոգեկան առողջությամբ, ինչու բժշկական օգնություն չկանչեցիք։ Ինչու նրան փակեցիք այնպիսի պայմաններում, որոնք ակնհայտորեն վատթարացնում էին ցանկացած հուզական վիճակ։ Ինչու շարունակեցիք խնջույքը, մինչ նա այնտեղ էր։ Արամը լավ պատասխաններ չուներ։ Նրա արդարացումները գնալով ավելի թույլ, ավելի հուսահատ էին հնչում։ Հիվանդանոցում Մարինեն սկսեց այցելուներ ընդունել։ Լիլիթը, նրա իրավաբան ընկերուհին, առաջիններից էր։ Նա եկավ ծաղիկներով, երկար գրկեց Մարինեին, հետո աչքերում արցունքներով ներողություն խնդրեց։ Չնկատելու համար։ Նրա բացակայությունը ավելի համառորեն չհարցնելու համար։ Արամի սուտը այդքան հեշտ ընդունելու համար։ Մարինեն սեղմեց ընկերուհու ձեռքը։ Ոչ ոք չէր կարող իմանալ, Լիլիթ։ Նա շատ լավ էր պահպանում արտաքին տեսքը։ Բայց ես պետք է նշանները նկատեի։ Ես քո ընկերն եմ։ Լիլիթը խորը շունչ քաշեց, փորձելով իրեն հավաքել։ Բայց հիմա կանեմ այն, ինչ պետք է անեի ավելի վաղ։ Ես քեզ կօգնեմ։ Ես քեզ իրավաբանորեն կներկայացնեմ, եթե ուզում ես։ Առանց որևէ վճարի։ Դա նվազագույնն է, ինչ կարող եմ անել։ Մարինեն ջերմություն զգաց կրծքում։ Կամաց-կամաց նա վերագտնում էր, որ մենակ չէ։ Որ կան լավ մարդիկ, որոնք պատրաստ են օգնել։ Ես ընդունում եմ։ Շնորհակալ եմ, Լիլիթ։ Մենք կերաշխավորենք, որ դու քո երեխան անվտանգ լինեք։ Մենք կստիպենք նրան վճարել իր արածի համար։ Լիլիթը բացեց իր թղթապանակը, հանելով մի քանի փաստաթուղթ։ Ես արդեն ամուսնալուծության դիմում եմ ներկայացրել։ Տեղի ունեցածից հետո այն արագ կբավարարվի։ Եվ մենք կպայքարենք ալիմենտի, գույքի բաժանման, այն ամենի համար, ինչ քոնն է ըստ իրավունքի։ Մարինեն նայեց թղթերին, տեսնելով ամուսնալուծություն, գույքի բաժանում, բացառիկ խնամակալություն բառերը։ Դա մի ամուսնության պաշտոնական ավարտն էր, որն իրականում վաղուց ավարտվել էր։ Նա պետք է տխուր լիներ, բայց այն ամենը, ինչ զգում էր, թեթացում էր։ Առաջ գնանք։
Հիվանդանոցում օրերը վերածվեցին շաբաթվա։ Մարինեն վերջապես դուրս գրվեց, հստակ բժշկական ցուցումներով նշանակված հետագա խորհրդատվություններով։ Գայանեն պնդել էր, որ նրան տանի իր տուն, Ավան, մի համեստ բնակարան բնակելի համալիրում, բայց մաքուր, կոկիկ լի այն ջերմությամբ, որը Վարդանյանների առանձնատունը երբեք չէր ունեցել։ «Բարի գալուստ», ասաց Գայանեն, երբ բացեց դուռը Մարինեի համար։ «Շքեղություն չէ, բայց տուն է»։ Մարինեն ներս մտավ շաբաթների ընթացքում առաջին անգամ իրեն իսկապես անվտանգ զգաց։ Բնակարանն ուներ երկու փոքր ննջասենյակ, միացյալ հյուրասենյակ խոհանոց, ամեն ինչ պարզ, բայց սիրով կահավորված։ Պատերին Գայանեի երեխաների լուսանկարներն էին, պատշգամբում բույսեր, թարմ սուրճի հոտ։ «Կատարյալ է», ասաց Մարինեն, անկեղծ էր։ Գայանեի ավագ դուստրը Ջուլիան, 30-ամյա բուժքույր, այնտեղ էր օգնելու համար։ Նա անկեղծ բարությամբ ժպտաց Մարինեին։ «Մենք հյուրասենյակը պատրաստել ենք ձեզ համար։ Մեծ չէ, բայց հարմարավետ մահճակալ ունի։ Եվ մայրիկս տակտիրներ մի քանի մանկական հագուստ է գնել։ Ոչինչ թանկ չէ, բայց հրաշալի է», ընդհատեց Մարինեն, հուզված։ «Դուք ինձ նույնիսկ չեք ճանաչում, այս ամենն անում եք ինձ համար։ Դուք այս բոլոր տարիներին լավ եք եղել մորս հետ», պարզապես ասաց Ջուլիան։ «Արդար է, որ մենք հիմա փոխհատուցենք»։ Այդ փոքրիկ բնակարանում, Ավանում, Մարինեն սկսեց վերակառուցել իր կյանքը։ Օրերն անցնում էին պարզ, բայց հանգստացնող առօրյայով։ Նա արթնանում էր Գայանեի սուրճի հոտից, նախաճաշում էր փոքրիկ խոհանոցում, զրուցելով ամեն ինչի ոչնչի մասին, հանգստանում էր, երբ մարմինը պահանջում էր, երեկոյան զբոսնում էր թաղամասում, երբ Գայանեն վերադառնում էր աշխատանքից։ Դա լիովին տարբեր կյանք էր նրանից, ինչ նա ճանաչում էր, բայց իրական էր, ազնիվ, լի փոքրիկ բարություններով, որոնք Մարինեն սովորել էր գնահատել։ Արամի մասին նորությունները շարունակում էին հասնել, բերված Լիլիթի կողմից, որը պարբերաբար այցելում էր։ Նրա ընկերությունը ազատ անկման մեջ էր։ Ներդրողները հետ էին քաշել փողերը, նախագծերը չեղարկվել էին, աշխատակիցները զանգվածաբար հրաժարական էին տալիս։ Վարդանյան ապրանքանիշը, որը նախկինում հաջողության հոմանիշ էր, այժմ ասոցացվում էր սկանդալի դաժանության հետ։ Արամը փորձեց հանրային հայտարարություններ անել, սերտած ներողություններ խնդրել, բայց ոչ ոք չէր հավատում։ Նրա հեղինակությանը հասցված վնասն անուղղելի էր։ Իզաբելլա Դավթյանը նույնպես բախվում էր իր հետանքներին։ Թե նա քրեական պատասխանատվություն չէր կրում, նա լիովին մերժվեց սոցիալական մասնագիտական շրջանակների կողմից։ Ոչ մի ընկերություն չէր ուզում իր ապրանքանիշը կապել նրա հետ։ Նրա անունը դարձել էր թունավոր։ Նա ի վերջո լքեց Երանը, ասում էին, Գյումրի, փորձելով նորից սկսել մի վայրում, որտեղ նրա դեմքն անմիջապես չէին ճանաչի։ Բայց Մարինեն կենտրոնացած չէր վրեժի վրա։ Նա կենտրոնացած էր ապաքինվելու, երեխայի գալուստին պատրաստվելու, վերագտնելու, թե ով էր ինքը Արամիս թվերից դուրս։ Նա սկսեց հոգեթերապիայի գնալ, աշխատելով տրավմայի միջով, հասկանալով այն օրինաչափությունները, որոնք նրան ստիպել էին այդքան երկար ընդունել անընդունելին։ Վերականգնեց կապը հին ընկերների հետ, որոնց կորցրել էր ամուսնության ընթացքում, մարդկանց, որոնց ընտրություն էր կատարել։ Շտապօգնության մեքենան սկսեց շարժվել, ազդանշանները նորից հնչեցին, կտրելով երանյան գիշերը, մինչ շարժվում էր դեպի Նայիրի բժշկական կենտրոն, բարձր ռիսկի հղիության դեպքերի համար լավագույն տարբերակը։ Գայանեին թույլ տվեցին ուղեկցել, նա նստեց պատգարակի կողքի փոքր նստարանին, չթողնելով Մարինեի ձեռքը։ Վերադառնալով առանձնատուն, խնջույքը պաշտոնապես ավարտված էր։ Հյուրերը սկսեցին խմբերով հեռանալ, ոմանք շտապելով, ոմանք դժկամությամբ, բոլորը ակնհայտորեն ցնցված այն ամենից, ինչի ականատեսն էին եղել։ Խոսակցությունները շշուկով էին, հայացքները զարմացած։ Բջջային հեռախոսները անդադար զանգում էին, հաղորդագրություններ էին ուղարկվում, նորությունը տարածվում էր երանյան էլիտայի մեջ թվային վիրուսի պես։ Արամին հարցաքննում էին ոստիկանները իր սեփական գրասենյակում, որն այժմ վերածվել էր ժամանակավոր քննչական սենյակի։ Սերժանտը լեյտենանտը մեթոդաբար հարցեր էին տալիս, գրի առնելով յուրաքանչյուր պատասխան, յուրաքանչյուր հակասություն, յուրաքանչյուր արդարացման փորձ։ Արամը փորձում էր հանգստություն պահպանել, բայց նրա պատմությունը փլուզվում էր յուրաքանչյուր հարցի հետ։ Դուք ասացիք, որ ձեր կնոջը փակել եք նրա հանդեպ անհանգստությունից։ Որքան ժամանակ էիք նախատեսում նրան այնտեղ պահել, մինչ նա հանգստանար։ Եվ որքան ժամանակ կլիներ դա։ Չգիտեմ։ Մի քանի ժամ։
Մի քանի ժամ փակված սառը նկուղում 7 ամսական հղի, առանց ջրի, սննդի կամ կապի հասանելիության։ Դուք իսկապես կարծում եք, որ դա անհանգստություն է ցուցաբերում։ Արամը պատասխան չուներ։ Նրա արդարացումները դատարկ էին հնչում նույնիսկ իր համար։ Լեյտենանտը շարունակեց անողոք. «Մենք ունենք աշխատակցուհու ցուցմունքը, որը գտել է ձեր կնոջը»։ Նա ասաց, որ տիկին Վարդանյանը գտնվում էր մեծ տագնապի մեջ, սկզբնական հիպոթերմիայի նշաններով, ջրազրկված սարսափած։ Սա համապատասխանում է մեկին, ով պարզապես պետք է հանգստանար։ Մարինեն չափազանցնում էր. «Նա միշտ դրամատիկ է եղել»։ Դրամատիկ։ Լեյտենանտը գրի առավ բառը, Արամը ուշ հասկացավ, թե ինչպես էր դա հնչում։ Նա իր սեփական գերեզմանն էր փորում յուրաքանչյուր բառով, յուրաքանչյուր փորձով նվազեցնելու իր արածի լրջությունը։ Մինչ Արամին հարցաքննում էին, քննչական խումբը սկսեց զննել նկուղը։ Նրանք լուսանկարեցին ամեն ինչ, սառը բետոնե հատակը, որտեղ Մարինեն նստած էր, խոնավ պատերը, թույլ լամպը, որը հազիվ էր լուսավորում կլաուստրոֆոբիկ տարածքը, ծանր մետաղյա դուռը, դրսից կողպեքով։ Յուրաքանչյուր մանրուք կգրանցվեր, յուրաքանչյուր ապացույց կպահպանվեր։ Քննիչներից մեկը, փորձառու փորձագետ Բժիշկ Մելիքյանը, իր նշումներն արեց պրոֆեսիոնալ ճշգրտությամբ։ Նկուղի ջերմաստիճանը մոտ 12 աստիճանով ցածր էր արտաքին ջերմաստիճանից։ Առանց պատշաճ օդափոխության։ Առանց կահույքի։ Առանց հիմնական կարիքների հասանելիության։ Հղի կնոջ համար, հատկապես երրորդ եռամսյակում, այս պայմանները զգալի ռիսկ են ներկայացնում ինչպես մոր, այնպես էլ պտղի համար։ Առանձնատան անվտանգության տեսախցիկները պահանջվեցին։ Արամը փորձեց բողոքել, վկայակոչելով գաղտնիությունը, բայց հրաժարվելու իրավական հիմք չուներ։ Ոստիկաններն արդեն ստացել էին նախնական դատական հրաման, որը տրվել էր բացառիկ արագությամբ, հաշվի առնելով իրավիճակի լրջությունը։ Ձայնագրությունները հստակ ցույց էին տալիս, թե ինչպես է Արամը Մարինեին աստիճաններով տանում դեպի նկուղ, փակում դուռը, հետո միայնակ բարձրանում, կնոջը թողնելով հետում։ Հերքելու ոչ մի միջոց չկար։ Խեղաթյուրելու ոչ մի միջոց չկար։ Ապացույցներն անհերքելի էին։ Հիվանդանոցում Մարինեին զննում էր շտաբ մանկաբարձական թիմը։ Բժշկուհի Հասմիկ Մարտիրոսյանը, տասնամյակների փորձ ունեցող հայտնի մանկաբարձ գինեկոլոգը, զննումներն անցկացնում էր հանգիստ արդյունավետությամբ։ Նա ստուգեց երեխայի սրտի զարկերը, որոնք արագացած էին, բայց ընդունելի սահմաններում։ Զննեց Մարինեին, վաղաժամ ծննդաբերության նշաններ փնտրելով, որոնք, բարեբախտաբար, բացակայում էին։ Արյան անալիզներ նշանակեց սթրեսի հորմոնների մակարդակը հնարավոր բարդությունները ստուգելու համար։ Մարինե, դուք ձեր երեխան լավ կլինեք, ասաց բժշկուհին, ձայնը հանգստացնող։ Բայց ես ձեզ այստեղ կպահեմ հսկողության տակ առնվազն 24 ժամ։ Ձեր կրած սթրեսը կարող է հետանքներ ունենալ, որոնք միայն ավելի ուշ կհայտնվեն։ Մենք պետք է ամեն ինչ ուշադիր վերահսկենք։ Ես չեմ ուզում վերադառնալ այնտեղ, ասաց Մարինեն, ձայնը թույլ, բայց վճռական։ Չեմ ուզում վերադառնալ այդ տուն։ Դուք պետք չէ վերադառնաք։ Բժշկուհի Հասմիկը հանգստացնող ձեռքը դրեց Մարինեի ուսին։ Նման իրավիճակների համար կան արձանագրություններ։ Կան անվտանգ վայրեր, որտեղ կարող եք մնալ։ Եվ կան մարդիկ, որոնք կերաշխավորեն, որ դուք պաշտպանված լինեք։ Գայանեն, որը դեռ Մարինեի կողքին էր, մեղմորեն ավելացրեց. Դուք կարող եք իմ տանը մնալ, տիկին Մարինե։ Շքեղ չէ, բայց անվտանգ է։ Եվ դուք միշտ ողջունված կլինեք։ Մարինեն նայեց Գայանեին, նրա աչքերը նորից լցվեցին արցունքներով։ Բայց դրանք այժմ այլ արցունքներ էին։ Ոչ թե հուսահատության, այլ երախտագիտության, այն գիտակցության, որ նույնիսկ ամենավատ հանգամանքներում դեռ բարություն կա աշխարհում։ Դեռ կան մարդիկ, որոնք պատրաստ են օգնել, ոչինչ չսպասելով փոխարենը։ Չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել։ Պետք չէ շնորհակալություն հայտնել։ Գայանեն սեղմեց նրա ձեռքը։ Պարզապես ապաքինվեք։ Կենտրոնացեք երեխայի վրա։ Մնացածը կլուծենք։ Վերադառնալով առանձնատուն, գիշերը վերջապես մոտենում էր իր ավարտին։ Վերջին հյուրերը հեռացել էին, թողնելով մի սրահ, որը դեռ փայլում էր շքեղ ձավորմամբ, բայց այժմ դատարկ սառն էր թվում։ Լքված շամպայնի բաժակները, դեռս անձեռնմխելի ուտելիքով սեղանները, ծաղկային կոմպոզիցիաները, որոնք մի ամբողջ կարողություն արժեին, բայց որոնցով այժմ ոչ ոք չէր հիանում։
Այդ ամենը կարծես Արամի կյանքի կատարյալ փոխաբերություն լիներ, գեղեցիկ մակերեսին, փտած ներսում։ Արամին տարան ոստիկանական բաժանմունք, պաշտոնական ցուցմունք տալու համար։ Նրան պաշտոնապես չձերբակալեցին, դրա համար դեռ հրաման չկար, բայց հստակեցվեց, որ նա չպետք է լքի քաղաքը, պետք է հասանելի մնա լրացուցիչ հարցաքննությունների համար։ Նրա փաստաբանը, որին շտապ կանչել էին գիշերվա կեսին, արդեն աշխատում էր պաշտպանական ռազմավարության վրա, բայց նույնիսկ նա թերահավատ էր թվում հաջողության հնարավորությունների հարցում։ Իզաբելլային առանձին հարցաքննեցին։ Նա պնդում էր իր պատմությունը, որ ոչինչ չգիտեր, որ ընդամենը իր աշխատանքն անող աշխատակից էր։ Բայց քննիչները միամիտ չէին։ Նրանք տեսել էին խնջույքի լուսանկարները, տեսախցիկների ձայնագրությունները, նրա Արամի միջմարմնի լեզուն։ Նույնիսկ եթե նա կոնկրետ չգիտեր Մարինեի ազատազրկման մասին, պարզ էր, որ այնտեղ անպատշաճ հարաբերություն կար։ Եվ հասարակական կարծիքի դատարանում դա բավարար կլիներ նրան դատապարտելու համար։ Երբ Իզաբելլան վերջապես լուսադեմին դուրս եկավ ոստիկանական բաժանմունքից, նրան սպասում էր լուսանկարիչների լրագրողների փոքր բազմություն։ Նորություններն արագ էին տարածվել։ Գործարարի հղի կինը գտնվել է նկուղում փակված, շքեղ խնջույքի ժամանակ։ Լուսանկարչական ապարատների լույսերը պայթեցին նրա դեմքին, հարցերը գալիս էին բոլոր կողմերից։ Իզաբելլան դեմքը ծածկեց։ Արամը համարում էր անկարող, քանի որ չէին կարող օգնել իր բիզնեսին։ Եվ նա ժամանակ էր անցկացնում Գայանեի հետ, սովորելով այն կնոջից, որն այդքան քիչ բան ուներ, բայց այդքան շատ էր տալիս։ Գայանեն Մարինեին սովորեցնում էր պարզ ուտեստներ պատրաստել, պատմություններ էր կիսում, թե ինչպես է միայնակ մեծացրել երեխաներին, ցույց էր տալիս, որ ուժը գալիս է ոչ թե փողից կամ կարգավիճակից, այլ առաջ շարժվելու ունակությունից, նույնիսկ երբ ամեն ինչ անհնարին է թվում։ Այդ սարսափելի գիշերվանից մեկ ամիս անց Մարինեն նստած էր Գայանեի բնակարանի պատշգամբում, դիտելով, թե ինչպես է մայրամուտը Ավանի երկինքը ներկում նարնջագույն վարդագույն երանգներով։ Նրա փորն այժմ հսկայական էր, երեխան անընդհատ շարժվում էր, հիշեցնելով, որ շուտով, շատ շուտով, նա իր որդուն կպահի գրկում։ Գայանեն դուրս եկավ պատշգամբ, տանելով 2 բաժակ երիցուկի թեյ։ Նա նստեց Մարինեի կողքին, նրանք մի քանի րոպե հարմարավետ լռության մեջ մնացին, պարզապես դիտելով, թե ինչպես է քաղաքը պատրաստվում գիշերվան։ Դու մտածում ես այն մասին, ինչ պատահեց, մեղմորեն ասաց Գայանեն։ Դա պնդում էր, ոչ թե հարց։ Մարինեն գլխով արեց։ Երբեմն դեռ չեմ հավատում, որ այս ամենը տեղի ունեցավ։ Մղձավանջի է նման։ Դա իրական էր։ Բայց դու գոյատեցիր։ Դուք երկուստ գոյատեցիք։ Մարինեն ձեռքը դրեց փորին։ Ես մտածում եմ, թե ինչ կարող էր լինել, եթե դու ինձ չգտնեիր։ Եթե անտեսեիր այդ ձայնը։ Եթե որոշեիր, որ դա քո խնդիրը չէ։ Բայց ես գտա։ Ես չանտեսեցի։ Գայանեն նայեց Մարինեին այն իմաստուն աչքերով, որոնք շատ բան էին տեսել կյանքում։ Եվ գիտես ինչու։ Որովհետև խորքում մենք բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում անտեսանելի զգալ։ Ես իմ կյանքն անցկացրել եմ այնպես, կարծես անտեսանելի լինեի։ Սպասուհին։ Մաքրուհին։ Մեկը, ով նշանակություն չունի։ Բայց ես նշանակություն ունեմ։ Եվ դուք նշանակություն ունեք։ Եվ ձեր երեխան նշանակություն ունի։ Բոլորը նշանակություն ունեն։ Մարինեն զգաց, որ արցունքները հոսում են դեմքով։ Շնորհակալ եմ։ Ամեն ինչի համար։ Ինձ տեսնելու համար, երբ ոչ ոք չէր տեսնում։ Ընտրելու համար անել այն, ինչ ճիշտ էր, նույնիսկ երբ դժվար էր։ Դա ամենահեշտ բանն էր, որ երբե արել եմ, պարզապես ասաց Գայանեն։ Որովհետև դա ճիշտ բանն էր։ 2 շաբաթ անց, գիշերվա կեսին, Մարինեն զգաց առաջին կծկումները։ Գայանեն նրան վազելով հիվանդանոց տարավ, ամբողջ ճանապարհին բռնելով նրա ձեռքը, քաջալերող խոսքեր ասելով։ Լիլիթը նրանց այնտեղ գտավ, ինչպես նա Ջուլիան, որը դուրս էր եկել իր հերթափոխից մյուս հիվանդանոցում ներկա լինելու համար։ Ծննդաբերությունը տեց 14 ժամ։ Դրանք ցավի, ջանքի, պահերի ժամեր էին, երբ Մարինեն կարծում էր, որ չի կարողանա։ Բայց ամեն անգամ, երբ մտածում էր հանձնվելու մասին, նայում էր իր կողքի Գայանեին, հիշելով այն ամենը, ինչ անցել էին միասին, ուժ էր գտնում շարունակելու համար։ Երբ երեխան վերջապես ծնվեց, սենյակը լցնելով իր ուժեղ առողջ լացով, Մարինեն փլուզվեց թեթացման ուրախության արցունքներով։ Տղա էր։
փոքրիկ, կատարյալ, մուգ մազերի փնջով տպավորիչ հզոր թոքերով։ Նա գեղեցիկ է, ասաց բուժքույրը, երեխային դնելով Մարինեի կրծքին։ Արդեն անուն ընտրել եք։ Մարինեն նայեց որդուն, զգալով այնքան ուժեղ սեր, որ ֆիզիկապես ցավում էր։ Հետո նայեց Գայանեին, որը տեսարանը դիտում էր սեփական աչքերում արցունքներով։ Գաբրիել, մեղմորեն ասաց նա։ Գաբրիել Սարգսյան Ալեքսանյան։ Գայանեն զարմացած թարթեց։ Սարգսյան։ Ձեր պատվին, բացատրեց Մարինեն, ձայնը խեղդված հուզմունքից։ Դուք փրկեցիք մեր կյանքերը։ Եթե դուք չլինեիք, ես Գաբրիելը այստեղ չէինք լինի։ Ուզում եմ, որ նա գրի ձեր անունը։ Ուզում եմ, որ նա միշտ իմանա, որ փրկվել է մի արտասովոր կնոջ քաջ սրտի շնորհիվ։ Գայանեն դեմքը ծածկեց ձեռքերով, այժմ բացահայտ լաց լինելով։ Ջուլիան գրկեց մորը, նույնպես հուզված։ Լիլիթը, հեռվից դիտելով, սրբում էր սեփական արցունքները։ Այդ պահին, այդ հիվանդանոցի սենյակում, շրջապատված այն մարդկանցով, որոնք իսկապես հոգ էին տանում իր մասին, Մարինեն հասկացավ, որ գտել է մի բան, որը շատ ավելի արժեքավոր է, քան այն ամբողջ հարստությունն ու կարգավիճակը, որն ունեցել էր նախկինում։ Նա գտել էր ընտանիք։ Իրական, ընտրված, կառուցված ոչ թե արյան կամ ամուսնության, այլ բարության, քաջության անկեղծ սիրո վրա։ Արամը որդու ծննդյան մասին լուրը ստացավ իր փաստաբանի միջոցով։ Նա փորձեց դիմում ներկայացնել երեխային այցելելու համար, բայց դատավորը մերժեց։ Մինչ քրեական գործը չլուծվեր, նա որևէ տեսակի կապ չէր ունենա։ Նա մենակ մնաց իր առանձնատանը, պատուհաններից նայելով այն քաղաքին, որը նախկինում ծափահարում էր իրեն, իսկ այժմ մերժում, ձեռքին պահելով հին լուսանկար, երբ ինքն ու Մարինեն երջանիկ էին, կամ գոնե երբ ինքը դեռ ընդունակ էր Մարինեին երջանիկ դարձնել։ Նա մտածեց, թե ինչպես էր հասել այստեղ։ Բոլոր այն ընտրությունների մասին, որոնք կատարել էր, բոլոր այն պահերի, երբ ընտրել էր իշխանությունը սիրուց, իմիջը էությունից, վերահսկողությունը ընկերակցությունից։ Եվ այժմ նա ուներ այն ամենը, ինչ միշտ ցանկացել էր նյութական առումով, բայց կորցրել էր այն ամենը, ինչ իսկապես կարևոր էր։ Նա ուներ դատարկ առանձնատուն, փլուզվող ընկերություն, մի որդի, որը կմեծանար, իմանալով, որ իր հայրն ընդունակ է աներակայելի դաժանության։ Ամիսներն անցան։ Դատական գործընթացն առաջ գնաց, Արամը ի վերջո դատապարտվեց 3 տարվա կիսաբաց ռեժիմի, բացի այդ, պետք է զգալի փոխհատուցում վճարեր Մարինեին։ Ամուսնալուծությունը բավարարվեց նրա համար շատ բարենպաստ պայմաններով, երաշխավորելով ցմահ ալիմենտ գույքի զգալի մաս։ Մարինեն գումարի մի մասն օգտագործեց հարմարավետ, բայց ոչ շքեղ բնակարան գնելու համար, որը բավականաչափ մեծ էր իր Գաբրիելի համար, լրացուցիչ սենյակով, որը պնդեց պատրաստել Գայանեի համար, երբ նա կցանկանար մնալ։ Նա ուսման հիմնադրամ ստեղծեց Գայանեի թոռների համար, առաջարկեց օգնել Ջուլիային բուժքույրական մասնագիտացում անցնել, որի մասին նա միշտ երազել էր, բայց երբեք չէր կարողացել իրեն թույլ տալ։ Նա վերադարձավ իրավաբանությանը, բայց այժմ կենտրոնանալով կանանց իրավունքների բռնության զոհերի գործերի վրա։ Իր սեփական պատմությունը, թե ցավոտ, նրան տվեց յուրահատուկ հեռանկար վճռականություն, օգնելու այլ կանանց, որոնք նմանատիպ իրավիճակներում էին։ Նա դարձավ ակտիվ ձայն, ելույթ ունենալով միջոցառումներին, մասնակցելով ընտանեկան բռնության զոհերին օգնող ծրագրերին, օգտագործելով իր փորձը կրթելու հզորացնելու ուրիշներին։ Գաբրիելը մեծացավ սիրով շրջապատված։ Նա ուներ Մարինեին, որպես նվիրված մայր, Գայանեին, որպես սրտի տատիկ, Ջուլիային, որպես մորաքույր, Լիլիթին, որպես կնքամայր։ Նա մեծացավ մի տանը, որտեղ բարությունը գնահատվում էր հարստությունից վեր, որտեղ քաջությունը փառաբանվում էր, որտեղ նա վաղ տարիքից սովորեց, որ մարդու իրական արժեքը ոչ թե նրանում է, թե ինչ ունի, այլ նրանում, թե ինչ է անում ուրիշների համար։ Երբեմն, հանգիստ գիշերներին, երբ Գաբրիելը քնած էր, Մարինեն մենակ նստում էր բնակարանի հյուրասենյակում, նա մտածում էր այն սարսափելի գիշերվա մասին նկուղում։ Հիշողությունը դեռ ցավում էր, հավանաբար միշտ կցավա։ Բայց նա այդ ցավը վերածել էր նպատակի։ Տրավման վերածել էր ուժի։ Ընտրել էր չսահմանվել իր կյանքի ամենավատ պահով, այլ նրանով, թե ինչ արեց դրանից հետո։ Եվ ամեն անգամ, երբ նայում էր Գաբրիելին, ամեն անգամ, երբ տեսնում էր Գայանեին նրա հետ խաղալիս հյուրասենյակում, ամեն անգամ, երբ օգնում էր մեկ այլ կնոջ դուրս գալ բռնության իրավիճակից, Մարինեն գիտեր, որ ճիշտ ընտրություններ է կատարել։ Հեշտ չէր եղել։ Դեռ հեշտ չէ։ Բայց ճիշտ էր։ Գայանեն, դիտելով Մարինեին Գաբրիելի հետ գրկում, ժպտաց։
Այն որոշումը բացել նկուղի դուռը, այն ընտրությունը անել այն, ինչ ճիշտ էր, նույնիսկ երբ վտանգավոր էր, հավերժ փոխել էր երկու կյանք։ Իրականում, դա շատ ավելին էր փոխել։ Դա ստեղծել էր ընտանիք, որտեղ չկար, ապացուցել էր, որ բարությունը դեռ նշանակություն ունի մի աշխարհում, որը հաճախ կարծես մոռացել էր դրա մասին։ Վարդանյանների առանձնատունը ի վերջո վաճառվեց, գումարն օգտագործվեց պարտքերը փոխհատուցումները վճարելու համար։ Արամը գրեց իր պատիժը, դուրս եկավ ֆինանսապես հուզականորեն կոտրված մարդ, փորձելով վերակառուցել կյանքի որոշակի տարբերակ։ Բայց նա երբեք չվերականգնեց այն, ինչ կորցրել էր։ Ոչ թե փողը, դա ի վերջո կարելի էր վերականգնել, այլ վստահությունը, հարգանքը, իր որդու հետ հարաբերություններ ունենալու հնարավորությունը։ Այդ բաները հավերժ կորած էին։ Իզաբելլան փորձեց նորից սկսել մի քանի քաղաքներում, բայց նրա անունն ու դեմքը ճանաչում էին ամենուր։ Նա ի վերջո փոխեց իր արտաքինը, աշխատեց համեստ աշխատանքներում, ապրեց շատ տարբեր կյանք նրանից, ինչ պատկերացնում էր, երբ կրում էր այն կարմիր զգեստը ժպտում հզոր տղամարդու կողքին։ Բայց սա նրանց մասին պատմություն չէ։ Սա պատմություն է Մարինեի մասին, որն ուժ գտավ դժվարության մեջ։ Գայանեի մասին, որն ապացուցեց, որ քաջությունը հարստություն կամ իշխանություն չի պահանջում։ Այն մասին, թե ինչպես բարությունը դեռ գոյություն ունի, նույնիսկ ամենաանհավանական վայրերում։ Այն մասին, թե ինչպես երբեմն մեր ընտրած ընտանիքներն ավելի ուժեղ են, քան նրանք, որոնցում ծնվել ենք։ Տարիներ անց, երբ Գաբրիելը 5 տարեկան էր, նա մորը հարցրեց, թե ինչու չի ճանաչում հորը։ Մարինեն խորը շունչ քաշեց, պատրաստվելով դժվար, բայց անհրաժեշտ խոսակցության։ Նա ծնկի իջավ որդու բարձրությանը, նայելով նրա հետաքրքրասեր աչքերին։ Հայրիկդ շատ լուրջ սխալներ է գործել, Գաբրիել։ Վիրավորել է մարդկանց, որոնց պետք է պաշտպաներ։ Բայց դու պետք է մի կարևոր բան իմանաս, դու չես սահմանվում նրա սխալներով։ Դու սահմանվում ես քո սեփական ընտրություններով, այն մարդկանցով, որոնց հետ ընտրում ես բարի լինել, այն քաջությամբ, որը ցուցաբերում ես, երբ դժվար է ճիշտ բան անել։ Ինչպես տատիկ Գայանեն, հարցրեց Գաբրիելը։ Դու միշտ ասում ես, որ նա ճիշտ բան արեց, երբ դժվար էր։ Մարինեն ժպտաց, գրկելով որդուն։ Ճիշտ տատիկ Գայանեի պես։ Եվ այդ պահին Մարինեն իմացավ, որ այն ամենը, ինչի միջով անցել էր, ամբողջ տառապանքը, ամբողջ վախը, ամեն ինչ արժեր։ Որովհետև նա ուներ Գաբրիելին։ Ուներ նոր կյանք, կառուցված ազնվության բարության ամուր հիմքերի վրա։ Ուներ մարդիկ, որոնք սիրում էին իրեն նրա համար, թե ով էր, ոչ թե նրա համար, թե ինչ ուներ։ Վարդանյանների առանձնատան նկուղն այլս գոյություն չուներ, քանդվել էր գույքի մնացած մասի հետ, երբ նոր գնորդը որոշեց լիովին այլ բան կառուցել հողամասում։ Բայց այնտեղ տեղի ունեցածի հիշողությունը կշարունակեր ապրել, ոչ թե որպես նրան սահմանող տրավմա, այլ որպես հիշեցում, որ նույնիսկ ամենամութ պահերին, նույնիսկ երբ դու մենակ ես վախեցած, կարող է մի դուռ բացվել, մի ձեռք մեկնվել, մի ձայն ասել, որ դու նշանակություն ունես։ Մարինեն նայեց իր բնակարանի պատուհանից, տեսնելով, թե ինչպես է արը մայր մտնում երանի վրա, այն քաղաքի, որը ականատես եղավ ինչպես իր ցավին, այնպես էլ իր բուժմանը։ Գաբրիելը հատակին խաղում էր իր մեքենաներով, շարժիչի ձայներ հանելով, լիովին անտեղյակ մոր խորը մտքերից։ Գայանեն խոհանոցում ընթրիք էր պատրաստում, հին երգ մեղմ երգելով։ Եվ Մարինեն, երկար ժամանակ անց առաջին անգամ, իրեն իսկապես խաղաղ զգաց։ Ճանապարհը դժվար էր եղել։ Սպիները ինչպես ֆիզիկական, այնպես էլ հուզական, դեռ այնտեղ էին։ Բայց նա գոյատել էր։ Ավելին, նա ծաղկել էր։ Եվ ամեն ինչ սկսվեց մի ընտրությունից։ Գայանեի ընտրությունից, բացել դուռը։ Մարինեի ընտրությունից, շարունակել պայքարել։ Երկուսի ընտրությունից, հավատալ, որ վաղը կարող է ավելի լավը լինել, քան երեկ։ Որովհետև, ի վերջո, դա է, որ նշանակություն ունի։ Ոչ թե քանի անգամ ես ընկնում, այլ քանի անգամ ես ընտրում ոտքի կանգնել։ Ոչ թե որքան ես կորցնում, այլ ինչ ես որոշում կառուցել մնացածով։ Ոչ թե ով է քեզ լքում, այլ ով է ընտրում մնալ։ Մարինեի պատմությունը մութ սառը նկուղի մասին չէր։ Դա այն լույսի մասին էր, որը եկավ հետո։ Եվ այդ լույսը այժմ փայլում էր ավելի ուժեղ, քան երբևէ։